Նա կարծում էր, որ սա կլիներ մեկ դատարկ ամանոր, որ միլիոնատերը հայտնվեց մի անհնարին խնդրանքով։ Նրա սերը նշմարվում է այն հայացքում, որը նա փորձում է թաքցնել։ Ամենացուրտ գիշերը վերածվում է լույսի։ Խոստման, կիսվեք, թե ինչն ամենաշատը հուզեց ձեր սիրտը։ Ձեր մեկնաբանությունը ջերմացնում է մեր աշխատանքը։ Եվ բաժանորդագրվեք։ Վերջաբանը զուտ ամանորյա հմայք է։ Ամանորի նախօրեն երանում միշտ ինչ-որ մելամաղձոտ բան ուներ։ Հյուսիսային պողոտայի գործարար համալիրի գրասենյակները դատարկ էին, քաղաքի լույսերը թարթում էին օդորակիչից մշուշած ապակիների միջով, Մարինե Վարդանյանը մուտքագրում էր տարվա վերջին հաշվետվությունը մատներով, որոնք դողում էին ոչ միայն ցրտից։ 28 տարեկանում նա դարձել էր Սարգսյան կորպորացիայի ամենաարդյունավետ գործադիր օգնականը, բայց այդ պահին, 40-րդ հարկում միայնակ, իրեն զգում էր պարզապես Երանյան մետրոպոլիայի անծայրածիրության մեջ կորած հերթական հոգին։ Մինչ դասավորում էր փաստաթղթերն անթերի ապակե սեղանին, Մարինեն չէր կարողանում խուսափել անցնող տարվա հիշողություններից, որոնք ներխուժում էին նրա մտքերը։ Ընտանեկան տունը Դիլիջանում, այն 100-ամյա կալվածքը, որը 3 սերունդ պատկանում էր Վարդանյաններին, կորստի եզրին էր։ Կուտակված պարտքերը, թանկ սպասարկումը, ժամկետանց հարկերը։ Ամեն ինչ կարծես դավադրություն էր անում ընտանիքի պատմության վերջին կտորի դեմ, որը դեռ նրանցն էր։ Նրա ծնողները արդեն տարեց բացահայտ չէին խոսում իրավիճակի մասին, բայց Մարինեն տեսնում էր լուռ հուսահատությունը մոր աչքերում ամեն անգամ, երբ հեռախոսը զանգում էր։ Դա միշտ հերթական պահանջն էր, հերթական անցած ժամկետը, հերթական սպառնալիքը, կորցնելու այն, ինչն ամենաշատն էին սիրում աշխարհում։ Ներքում քաղաքը եռում էր ամանորյա վերջին պատրաստություններով։ Ամբողջ ընտանիքներ վազվզում էին փողոցներով, նվերներով բեռնված, երեխաները մատնացույց էին անում ցուցափեղկերի լուսավոր զարդարանքները, իսկ Մարինեն այնտեղ էր, դիտելով այդ ամենն այնպիսի հեռավորությունից, որն անհաղթահարելի էր թվում։ Ոչ մի նվեր չէր սպասում իրեն, ոչ էլ սիրտը ջերմացնող ընտանեկան ընթրիք։ Կային միայն թվեր աղյուսակներում, վերանայման ենթակա պայմանագրեր, մշտական զգացողություն, թե միշտ վազում է մի բանի հետից, որին երբեք չի կարողանում հասնել։ Նա որոշել էր մնալ։ Մինչ բոլոր գործընկերները մեկնել էին իրենց ընտանեկան հավաքույթներին մարզերի քաղաքներում, նա մնացել էր մայրաքաղաքում, պատճառաբանելով, որ նախընտրում է դատարկ գրասենյակի հանգստությունը, որոշ նախագծեր կարգի բերելու համար։ Ճշմարտությունը, սակայն, ավելի ցավոտ էր։ Մարինեն գնալու տեղ չուներ։ Դիլիջանի տունը պատրաստվում էր վաճառքի, ծնողները մեկնել էին մորաքրոջ տուն Գյումրի, նա պարզապես չէր կարող տանել ամանորյա սեղանի շուրջ նստելու ծածնելու միտքը, թե ամեն ինչ լավ է, երբ գիտեր, որ դա կարող է լինել ընտանիքի վերջին ամանորը սեփական տանը։ Անձնական վերելակը թույլ ձայն արձակեց, Մարինեն զարմացած բարձրացրեց հայացքը։ Ով կարող էր բարձրանալ այդ հարկը հենց ամանորի նախօրեին։ Պատասխանը եկավ ծանոթ ուրվագծի տեսքով, որը միջանցքով քայլում էր ամուր հստակ քայլերով։ Ռաֆայել Սարգսյանը, գործարար կայսրության ժառանգորդը, այն մարդը, ով 32 տարեկանում ընտանեկան ընկերությունը դարձրել էր երկրի խոշորագույն կորպորացիաներից մեկը։ Բարձրահասակ, մուգ, միշտ անթերի սանրված մազերով աչքերով, որոնք կարծես ընդունակ էին վերծանել ցանկացած ֆինանսական հանելուկ, նա հայտնի էր գործերում իր անողոք սառնությամբ, անձնական հարաբերություններում զգացմունքային կապվածության բացակայությամբ։ Մարինեն նրան դիտում էր 2 տարի, այն օրվանից, երբ սկսել էր աշխատել որպես նրա օգնական։ Գիտեր նրա բոլոր սովորությունները, գիտեր, թե երբ է նա նյարդայնացած սեղանին մատներով թմբկահարելու ձիծ, ճանաչում էր նշանները, թե երբ հանդիպումը չի անցել այնպես, ինչպես պլանավորված էր։ Բայց այդ պահին նրա աչքերում ինչ-որ տարբեր բան կար։ Մի լարվածություն, որը նա երբեք չէր տեսել, կարծես ինչ-որ բան նրան խորապես անհանգստացնում էր։ Մարինե։ Նրա ձայնը դատարկ գրասենյակում արձագանքեց մի տոնով, որը նա չկարողացավ վերծանել։ Չէի սպասում ձեզ այստեղ տեսնել։ Մի քանի հաշվետվություն էի ավարտում, պարոն Սարգսյան, պատասխանեց նա, փորձելով թաքցնել այն նյարդայնությունը, որը միշտ ուղեկցում էր իրեն, երբ նրա հետ միայնակ էր։ Չէի պատկերացնում, որ դուք նույնպես կաշխատեիք ամանորի նախօրեին։ Ռաֆայելը կանգնեց նրա սեղանի առջ, Մարինեն նկատեց, որ նա ձեռքին բաց շագանակագույն ծրար էր բռնել։ Նրա մատները կարծես ավելի ամուր էին սեղմում այն, քան անհրաժեշտ էր, կարծես այդ թուղթը պարունակում էր մի բան, որը նա դժկամությամբ էր հանձնում։ Մի քանի վայրկյան նրանց միջ անհարմար լռություն տիրեց, որը խախտվում էր միայն ներքում երթեկության հեռավոր աղմուկով, օդորակիչի թույլ բզզոցով։
Ես պետք է ձեզ հետ մի բանի մասին խոսեմ, ասաց նա վերջապես ծրարը չափազանց զգուշորեն դնելով սեղանին։ Դա աշխատանքային առաջարկ է։ Որոշ չափով անսովոր։ Մարինեն կնճռեց ճակատը։ 2 տարվա մասնագիտական համագործակցության ընթացքում Ռաֆայելը երբեք չէր տատանվել գործերի մասին խոսելիս։ Նա ուղիղ էր, օբյեկտիվ, անկարող էր ժամանակ կորցնել ակնարկներով։ Նրան այդ տեսքով տեսնելը գրեթե խոցելի, նրա մեջ արթնացրեց հետաքրքրասիրություն, խառնված անհանգստության հետ։ Ինչ տեսակի առաջարկ։ Ռաֆայելը մոտեցավ պատուհանին, մեջքով կանգնելով նրան։ Մարինեն կարող էր տեսնել նրա արտացոլանքն ապակու վրա, առաջին անգամ նկատեց, թե ինչպես էին նրա ուսերը ծանրացած մի բեռով, որը գործերից անդին էր։ Երբ նա նորից շրջվեց, նրա աչքերն այնպիսի լարվածություն ունեին, որ ստիպեցին նրան բնազդաբար հետ քաշվել աթոռի վրա։ Դուք ճանաչում եք իմ ընտանիքը, ասաց նա, ավելի շատ որպես պնդում, քան հարց։ Գիտեք, թե ինչպիսին են հանդիպումները, սոցիալական միջոցառումները, մշտական պահանջները։ Մարինեն գլխով արեց։ Նա տասնյակ ընտանեկան հանդիպումներ էր կազմակերպել նրա համար 2 տարվա ընթացքում։ Ճանաչում էր Սարգսյան տոհմի յուրաքանչյուր անդամին, նրանց բարդ անհատականությունները, բարձր ակնկալիքները, ցանկացած սոցիալական հավաքույթ քողարկված մարտադաշտի վերածելու տպավորիչ ունակությունը։ Ռաֆայելի մայրը Մարգարիտ Սարգսյանը, անողոք մայրապետ էր, որը մարդկանց արժեքը չափում էր նրանց բանկային հաշվի չափով կապերի սոցիալական նշանակությամբ։ Հայրը, Կարլենը, հին դպրոցի գործարար էր, որը հավատում էր, որ մասնագիտական հաջողությունը միշտ պետք է ուղեկցվի ռազմավարական ամուսնությամբ։ Իսկ քույրը Նարեն բարձրաշխարհիկ տիկին էր, որն ապրում էր Երանյան էլիտայի շրջանակներում տարածված բամբասանքներով, ինտրիգներով։ Նրանք ճնշում են գործադրում ինձ վրա, շարունակեց Ռաֆայելը, ձայնը լի մի զայրույթով, որը նա հազվադեպ էր ցուցադրում։ Տարիներ շարունակ։ Ուզում են իմանալ, թե ինչու դեռ չեմ ամուսնացել, ինչու ոչ ոքի չեմ ներկայացնում որպես զուգընկերուհի։ Նրանց համար իմ տարիքի ամուրի տղամարդը անոմալիա է, որը պետք է ուղղվի։ Մարինեն լուռ լսում էր, փորձելով հասկանալ, թե ուր է տանում այս խոսակցությունը։ Ռաֆայելի անձնական կյանքը միշտ առեղծված էր եղել նրա համար։ Նա երբեք չէր խոսում հարաբերությունների մասին, երբեք անձնական զանգեր չէր ստանում գրասենյակում, երբեք հետաքրքրություն չէր ցուցաբերում այն կանանց նկատմամբ, որոնք հաճախում էին ընկերության սոցիալական միջոցառումներին։ Կարծես նա անանցանելի պատնեշ էր կառուցել իր մասնագիտական կյանքի զգացմունքային ներգրավվածության։ Ցանկացած հնարավորության միջ։ Այս հանգստյան օրերին, շարունակեց նա, վերադառնալով սեղանին ձեռքերը դնելով դրա վրա, ընտանիքի ամանորյա հավաքույթն է։ 3 օր կալվածքում, Արմավիրի մարզում։ 3 օր հարցաքննություններ, ակնարկներ, հոգեբանական ճնշում, որպեսզի ես վերջապես ստանձնեմ իմ պարտականությունները, հարմար կին գտնեմ։ Մարինեն թուքը կուլ տվեց։ Նա կազմակերպել էր այդ ուղղորությունը, ամրագրել ուղղաթիռի տոմսը, համակարգել օրակարգը։ Գիտեր, որ Ռաֆայելն այդ ընտանեկան հանդիպումները համարում էր անհրաժեշտ տանջանք, բայց երբեք չէր պատկերացրել, որ իրավիճակը հասել է լարվածության այս աստիճանին։ Ինձ լուծում է պետք, ասաց նա, ծրարը մղելով դեպի նրան։ Եվ կարծում եմ, որ դուք կարող եք ինձ օգնել։ Դողացող մատներով Մարինեն բացեց ծրարը։ Ներսում գտավ մի քանի էջանոց, անթերի մուտքագրված ձավորված փաստաթուղթ։ Առաջին էջի վերնագիրը ստիպեց նրան աչքերը լայն բացել։ Սոցիալական ուղեկցության պայմանագիր։ Ժամանակավոր ռոմանտիկ ներկայացուցչության պայմաններ դրույթներ։ Ռաֆայել, մրմնջաց նա, անհավատությամբ թերթելով էջերը։ Սա ի՞նչ է։ Աշխատանքային առաջարկ, պատասխանեց նա, ձայնը վերականգնելով իր սովորական սառնության մի մասը։ Դուք հանգստյան օրերը կանցկացնեք, ծածնելով, թե իմ հարսնացուն եք։ Դրա դիմաց կստանաք ֆինանսական փոխհատուցում, որը կարծում եմ բավարար կլինի լուծելու որոշ անձնական խնդիրներ, որոնց միջով, գիտեմ, դուք անցնում եք։ Մարինեն զգաց, թե ինչպես արյունը պակասեց նրա դեմքից։ Ինչպես էր նա իմացել իր ընտանիքի ֆինանսական վիճակի մասին։ Նա երբեք չէր նշել Դիլիջանի տան հետ կապված խնդիրները, երբեք նշաններ չէր տվել, որ փողի հուսահատ կարիք ունի։ Կամ գոնե, կարծում էր, թե չէր տվել։ Ես գիտեմ Դիլիջանի կալվածքի մասին, ասաց Ռաֆայելը, կարծես կարդացել էր նրա մտքերը։ Գիտեմ պարտքերի, տունը կորցնելու հավանականության մասին։ Եվ գիտեմ, որ դուք բավականաչափ զուսպ եք, որպեսզի չօգտվեք նման իրավիճակից։ Բացահայտումը նրան մի պահ անխոս թողեց։
Մարինեն նորից թերթեց պայմանագիրը, փորձելով ընկալել, թե ինչ է կատարվում։ Էջերը պարունակում էին մանրամասն կետեր հանրային վարքագծի, վերահսկվող քնքշության դրսևորումների, սոցիալական փոխգործակցության արձանագրությունների, նույնիսկ հայտնվելու ժամանակացույցի մասին։ Դա նման էր թատերական ներկայացման սցենարի, սառը հաշվարկված։ Ինչու ես, կարողացավ վերջապես հարցնել նա։ Որովհետև դուք ինձ ճանաչում եք, առանց տատանվելու պատասխանեց Ռաֆայելը։ Ճանաչում եք իմ առօրյան, իմ ճաշակները, իմ անհատականությունը։ Ավելի հեշտ կլինի բեմադրությունը համոզիչ դարձնել։ Եվ որովհետև նա դադար տվեց, կարծես պայքարում էր ճիշտ բառեր գտնելու համար։ Որովհետև ես ձեզ վստահում եմ։ Մարինեն բարձրաձայն կարդաց պայմանագրի որոշ հատվածներ, անհավատությունն աճում էր յուրաքանչյուր տողի հետ։ Վերահսկվող քնքշության դրսևորումներ, սահմանափակ ժպիտներ, հանրության մեջ 5 վայրկյանից պակաս տողությամբ հայացքներ։ Ռաֆայել, սա անիրական է։ Անհրաժեշտ է, սառնորեն պատասխանեց նա։ Ես պետք է ամեն ինչ վերահսկողության տակ պահեմ։ Չի կարող լինել իրական զգացմունքային ներգրավվածություն, ոչ մի բարդություն։ Դա պարզապես աշխատանք է, ժամանակավոր բեմադրություն։ Իսկ այս կետը Մարինեն մատնացույց արեց վերջին էջի մի պարբերություն։ Եթե կողմերի միջ որևէ իրական զգացմունք առաջանա, պայմանագիրն անմիջապես չեղյալ է հայտարարվում բաժանումը վերջնական է, ներառյալ պայմանագրի կողմի հարկադիր տեղափոխումն այլ մասնաճյուղ։ Ռաֆայելը լրջորեն գլխով արեց։ Դա պայմանագրի ամենակարևոր կետն է։ Եթե որևէ պահի դուք կամ ես իրական զգացմունքներ զարգացնենք, ամեն ինչ ավարտվում է։ Իմ կյանքում ռոմանտիկ բարդությունների տեղ չկա, Մարինե։ Երբեք չի եղել, երբեք չի լինի։ Մարինեն փակեց պայմանագիրը, դրեց այն սեղանին, միտքը պտտվում էր հակասական ուղղություններով։ Առաջարկն անհեթեթ էր, գրեթե վիրավորական իր մեխանիկական սառնությամբ։ Բայց ֆինանսական փոխհատուցման մեջ նշված գումարը հենց այն էր, ինչ անհրաժեշտ էր իր ընտանիքին կալվածքը փրկելու համար։ Կարծես Ռաֆայելը ճշգրտորեն հաշվարկել էր իր հուսահատության գինը։ Ես չեմ կարող սա ընդունել, ասաց նա վերջապես, ծրարը հետ մղելով դեպի նրան։ Դա նվաստացուցիչ առաջարկ է։ Դուք գործնականում ինձ գնում եք։ Ես լուծում եմ առաջարկում մի խնդրի, որը երկուսս էլ ունենք, ուղղեց Ռաֆայելը, բայց ծրարը հետ չվերցրեց։ Ձեզ շտապ փող է պետք, իսկ ինձ համոզիչ հարսնացու 3 օրով։ Դա արտրային գործարք է, ոչ ավելին։ Արտրային գործարք, կրկնեց Մարինեն, դառնությունն ակնհայտ էր նրա ձայնում։ Այդպես եք դուք տեսնում ամեն ինչ կյանքում։ Որպես արտրային գործարքներ։ Ռաֆայելը երկար նայեց նրան, Մարինեին թվաց, թե ինչ-որ բան շարժվեց նրա սառը աչքերի հետում։ Բայց տպավորությունը վաղանցիկ էր, արագորեն փոխարինվելով այն անտարբեր արտահայտությամբ, որը նա այդքան լավ գիտեր։ Դա տեսնելու միակ ձն է, որը երաշխավորում է, որ ոչ ոք չի տուժի, պարզապես ասաց նա։ Մարինեն վեր կացավ աթոռից, մոտեցավ պատուհանին, դիտելով քաղաքի լույսերը, որոնք թարթում էին երկրային աստղերի պես։ Ներքում կյանքը շարունակում էր իր սովորական ընթացքը։ Մարդիկ վերջին րոպեի գնումներ էին անում, զույգերը ձեռք ձեռքի տված քայլում էին զարդարված պողոտաներով, ընտանիքներն ուղղորդվում էին իրենց տները, լի ամանորյա ակնկալիքներով։ Իսկ այնտեղ, 40-րդ հարկում, նրան հրավիրում էին մասնակցելու մի կեղծիքի, որը կարող էր փրկել այն ամենը, ինչ իր ընտանիքն ամենաշատն էր գնահատում։ Դուք ինձ պատահական չեք ընտրել, ասաց նա, առանց շրջվելու։ Ընտրել եք, որովհետև գիտեք, որ ես հուսահատված եմ։ Ընտրել եմ, որովհետև դուք իրավասու եք, զուսպ, որովհետև հավատում եմ, որ կկարողանաք այս առաջադրանքը կատարել պրոֆեսիոնալիզմով, պատասխանեց Ռաֆայելը։ Այն փաստը, որ ձեզ փող է պետք, պարզապես առաջարկը փոխշահավետ է դարձնում։ Մարինեն փակեց աչքերը, զգալով որոշման ծանրությունը ուսերին։ Մտածեց Դիլիջանի տան, մոր անհանգիստ աչքերի, տարիների պատմության մասին, որը կկորչեր, եթե նա ինչ-որ բան չաներ։ Մտածեց նա այդ պայմանագրի սառնության, այն հաշվարկվածի մասին, որով Ռաֆայելը քարտեզագրել էր բեմադրության յուրաքանչյուր ասպեկտը, այն դաժան կետի մասին, որը նրանց վերջնականապես կբաժաներ, եթե նրանց միջ որևէ իրական զգացմունք առաջանար։ Եթե ես համաձայնվեմ, դանդաղ ասաց նա, դեռ մեջքով կանգնած, ինչպես կարող եմ վստահ լինել, որ դուք կկատարեք ձեր պայմանի մասը։ Որովհետև ես միշտ կատարում եմ իմ պայմանավորվածությունները, առանց տատանվելու, պատասխանեց Ռաֆայելը։ Դա է ինձ բնորոշում որպես գործարար, որպես մարդ։ Մարինեն շրջվեց, որպեսզի նորից նայի նրան։
Ինչ-որ բան կար այն ձում, որով նա դա ասաց, մի բացարձակ համոզմունք, որը ստիպեց նրան հավատալ, չնայած բոլոր վերապահումներին։ Նա Ռաֆայել Սարգսյանին ճանաչում էր 2 տարի, եթե մի բանում վստահ էր, դա նրա մասնագիտական ազնվությունն էր։ Նա կարող էր լինել սառը, հաշվարկված, զգացմունքային հեռու, բայց երբեք խոսքը չէր դրժել կամ պարտավորությունը չէր կատարել։ Այսօր գիշեր պետք է լքեմ երանը, հարցրեց նա, նորից վերցնելով պայմանագիրը։ Մենք կմեկնենք վաղը առավոտյան։ Ուղղաթիռը կթռչի Էրեբունի օդանավակայանից առավոտյան ժամը 8-ին։ Մարինեն մեկ անգամ թերթեց փաստաթուղթը, կանգ առնելով յուրաքանչյուր կետի, յուրաքանչյուր մանրակրկիտ պլանավորված մանրամասնի վրա։ Դա նման էր առաջիկա 3 օրվա իր սեփական կյանքի սցենարը կարդալուն, մի գոյություն, որը խնամքով բեմադրված էր, որտեղ յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայացք չափված վերահսկված կլիներ։ Միտքը սարսափեցնում էր նրան, մինույն ժամանակ արթնացնում էր հիվանդագին հետաքրքրասիրություն, թե ինչպես կլիներ այդ դերը կատարելը։ Ձեր մասին ինչ-որ բան կա, որ ես պետք է իմանամ, հարցրեց նա։ Ինչ-որ բան, որը իրական հարսնացում կիմանար, որը ընկերության արխիվներում չկա։ Ռաֆայելը կարծես մի պահ մտածեց հարցի շուրջ։ Դուք կունենաք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։ Պատմություններ, որոնք կբացատրեն, թե ինչպես ենք ծանոթացել, որքան ժամանակ է, ինչ միասին ենք, ինչպես է եղել ամուսնության առաջարկը։ Ամեն ինչ մանրամասնված է պայմանագրի 3-րդ հավելվածում։ Հորինված պատմություններ, մրմնջաց Մարինեն։ Անհրաժեշտ պատմություններ։ Լռությունը նորից տիրեց նրանց միջ, ծանր, ինչպես մառախուղը, որը երբեմն ծածկում էր քաղաքը ձմռան վերջին։ Մարինեն մեկ անգամ նայեց պատուհանից, տեսնելով իր սեփական արտացոլանքը, խառնված քաղաքի լույսերի հետ։ Մի պահ փորձեց պատկերացնել, թե ինչպես կլիներ այդ ապակու մյուս կողմում լինելը, լինելով այն ընտանիքների մասը, որոնք ուղղորդվում էին տուն, լի նվերներով, ամանորյա հույսերով։ Վստահ եք, որ ուրիշ ճանապարհ չկա, հարցրեց նա, ավելի շատ ինքն իրեն, քան նրան։ Եթե լիներ, կարծում եք, ես այստեղ կլինեի այս առաջարկն անելով։ Հարցը պարունակում էր դաժան ազնվություն, որը զարմացրեց նրան։ Ռաֆայելն այնտեղ էր, հենց ամանորի նախօրեին, առաջարկելով նրան անմիտ պայմանագիր, որովհետև նա նույնպես իր ձով հուսահատված էր։ Նրա ընտանիքի ճնշումը հասել էր մի կետի, որտեղ նա նախընտրել էր մշակել մի բարդ խաբեություն, քան դիմակայել մեկ հանգստյան օրվա պահանջներին ու քողարկված նվաստացումներին։ Մարինեն ստորագրեց իր անունը պայմանագրի վերջում մի գրիչով, որը թեթակի դողում էր նրա ձեռքերում։ Գրելիս զգաց, թե իբր ստորագրում է շատ ավելին, քան պարզապես արտրային համաձայնագիր։ Նա ստորագրում էր մուտքը մի աշխարհ, որը չէր ճանաչում, լի կանոններով, որոնք դեռ սովորում էր, ակնկալիքներով, որոնք հազիվ էր կարողանում հասկանալ։ Ռաֆայելը վերցրեց ստորագրված փաստաթուղթը, զգուշորեն դրեց այն ծրարի մեջ։ Վաղը առավոտյան ժամը 7-ին մեքենա կգա ձեզ տանելու։ Վարորդը հրահանգներ կունենա ձեզ տանելու մի բուտիկ, որտեղ ձեզ համար կտրամադրվի հանգստյան օրերի համար համապատասխան զգեստապահարան։ Համապատասխան զգեստապահարան։ Իմ ընտանիքը հատուկ չափանիշներ ունի արտաքինի սոցիալական էթիկետի վերաբերյալ, բացատրեց Ռաֆայելը մի բնականությամբ, որը նրան էլ ավելի նյարդայնացրեց։ Կարող է, որ դուք ներկայանաք սպասված ձով։ Մարինեն գլխով արեց, փորձելով ընկալել այն ամենի հետանքները, ինչը հենց նոր ընդունել էր։ 24 ժամից էլ քիչ ժամանակում նա կվերածվեր իր մի տարբերակի, որը երբեք չէր պատկերացրել, թե գոյություն ունի։ Մի տարբերակ, որը կհագներ թանկարժեք հագուստ, կժպտար ճիշտ չափով, կխաղար երկրի ամենահարուստ տղամարդկանցից մեկի կատարյալ ընկերուհու դերը։ Ռաֆայել, ասաց նա, երբ նա արդեն ուղղորդվում էր դեպի վերելակը։ Ինչու եք այդքան վախենում ձեր ընտանիքից։ Նա կանգ առավ, բայց չշրջվեց պատասխանելու։ Երկար պահ անշարժ մնաց, կարծես պայքարում էր իր ներսում ինչ-որ բանի դեմ։ Դա վախ չէ, ասաց նա վերջապես։ Դա ինքնապաշտպանություն է։ Երբ վերելակը փակվեց, Մարինեն նորից մենակ մնաց դատարկ գրասենյակում, նա ծանր նստեց իր աթոռին, նայեց սեփական ձեռքերին։ Մի քանի ժամում նրա կյանքը մի ուղղություն էր վերցրել, որը նա երբեք չէր կարող կանխատեսել։ Նա պատրաստվում էր սկսել մի արկած, որը նրան սարսափեցնում հիացնում էր հավասարապես, ծածնելով լինել մի տղամարդու ընկերուհին, ով զգացմունքները համարում էր թուլություն, իսկ սերը անհարկի բարդություն։ Դրսում մանրամաղ անձրի առաջին կաթիլները սկսեցին մշուշել պատուհանները, Մարինեն մտածեց, թե որքան տեղին էր, որ իր կյանքի ամենատարօրինակ ամանորի նախօրեն նշանավորվում էր մոխրագույն անորոշ եղանակով։
Նա հենց նոր համաձայնել էր խաղալ մի դեր մի ներկայացման մեջ, որի վերջաբանը դեռ առեղծված էր, միակ բանը, որում վստահ էր, այն էր, որ ոչինչ չէր լինի այնպես, ինչպես պլանավորված էր։ Նա անջատեց համակարգիչը, դասավորեց սեղանի վրայի վերջին թղթերը ու ուղղվեց դեպի վերելակը։ Վաղը նրա ճանապարհորդությունը կսկսվեր իրապես։ Առայժմ այն ամենը, ինչ կարող էր անել, տուն վերադառնալն էր, փորձել պատկերացնել, թե ինչպես կլիներ արթնանալ մի աշխարհում, որտեղ ծածնելու էր, թե սիրահարված է Ռաֆայել Սարգսյանին, այն մարդուն, ով նույնիսկ սերը վերածել էր խնամքով հաշվարկված արտրային գործարքի։ Ուղղաթիռը կտրում էր Երանի առավոտյան երկինքը այն մեղմ ու կայուն դղրդյունով, որը Մարինեին միշտ հիշեցնում էր արդիականության չկատարված խոստումների մասին։ Ներքում քաղաքը դանդաղ արթնանում էր, պատված դեկտեմբերի վերջին բնորոշ մառախուղով, նա ամեն ինչ դիտում էր փոքրիկ պատուհանից, փորձելով անտեսել Ռաֆայելի լուռ ներկայությունը կողքին։ Վատ էր քնել, երբ կարողացել էր քնել, հիմա զգում էր նյարդայնության անիրականության խառնուրդ, որը ստիպում էր նրան կասկածել, թե արդյոք նախորդ գիշեր իսկապես ստորագրել էր այդ անհեթեթ պայմանագիրը։ Առավոտը սկսվել էր ինչպես ֆիլմից մի հատված։ Մեքենան ժամանել էր ճիշտ 7-ին, Ս Մերսեդես համազգեստով վարորդով, որը նրա հետ վարվել էր այնպիսի հարգանքով, որը նա երբեք չէր զգացել։ Աբովյան փողոցի բուտիկը բացվել էր հատուկ նրա համար, 2 ժամվա ընթացքում մասնագետների թիմը նրան վերածել էր մեկի, ում հազիվ էր ճանաչում հայելու մեջ։ Մարմնագույն իտալական տրիկոտաժե զգեստը ընդգծում էր նրա թուխ մաշկը, սպիտակ կտավե բաճկոնը նրան տալիս էր նրբաճաշակ, բայց մատչելի տեսք, իսկ ցածր կրունկներով կոշիկները էլեգանտ էին, առանց ցուցադրական լինելու։ Նույնիսկ նրա դիմահարտարումն էր վերանայվել, ընդգծելով նրա շագանակագույն աչքերը, մեղմացնելով այն գծերը, որոնք նա միշտ չափազանց սովորական էր համարել։ Դուք նյարդայնացած եք, ասաց Ռաֆայելը, աչքերը չկտրելով իր վերանայած փաստաթղթերից։ Նույնիսկ այնտեղ, ընտանեկան բեմադրության ճանապարհին թռչելիս, նա պահպանում էր անթերի պրոֆեսիոնալ կեցվածքը։ Ես նյարդայնացած չեմ, ստեց Մարինեն, նոր պայուսակի կապը ուղղելով առնվազն 10-րդ անգամ։ Պարզապես մարսում եմ այս ամենը։ Ռաֆայելը վերջապես բարձրացրեց աչքերը, մի պահ նայեց նրան։ Մարինեն իրեն զգաց բացահայտված այդ վերլուծական հայացքի տակ, կարծես նա գնահատում էր, թե արդյոք ճիշտ ընտրություն էր կատարել, վարձելով նրան այդ կեղծիքի համար։ Հիշում եք դոսիեի տեղեկությունները։ Մարինեն գլխով արեց։ Գիշերը անցկացրել էր, անգիր անելով իրենց հարաբերությունները բացատրող հորինված պատմության յուրաքանչյուր մանրամասն։ Ըստ մանրակրկիտ մշակված սցենարի, նրանք ծանոթացել էին 8 ամիս առաջ Երանում, Թուֆենկյան Heritage հյուրանոցում տեղի ունեցած գործարար համաժողովի ժամանակ։ Նա տպավորվել էր նրա խելքով մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ շնորհանդեսի ժամանակ, իսկ նա հմայվել էր կորպորատիվ կայունության վերաբերյալ նրա նորարարական տեսլականով։ Սիրավեպը դանդաղ էր ծաղկել, զուսպ ընթրիքների բացառիկ հանգստավայրերում անցկացրած հանգստյան օրերի միջոցով։ Ամուսնության առաջարկը տեղի էր ունեցել ընդամենը 3 շաբաթ առաջ, նրա բնակարանի պատշգամբում մայրամուտի ժամանակ, Կասկադ համալիրի արտոնյալ տեսարանով։ Մարինե Վարդանյան ավարտել է ԵՓ-ի կառավարման ֆակուլտետը, մասնագիտացումը մարդկային ռեսուրսների կառավարում, ամերիկյան համալսարանում, արտասանեց նա նյարդային ուսանողուհու պես։ Հայրը՝ Հովհաննես Վարդանյան, թոշակառու ինժեներ, մայրը՝ Մարիամ Վարդանյան, ուսուցչուհի։ Ծնունդով Դիլիջանից։ Սիրելի զբաղմունքը՝ բնապատկերների լուսանկարչություն։ Սիրելի ուտեստը՝ սնկով ռիզոտո։ Սիրելի երաժշտությունը։ Պետք չէ ձեռնարկի պես արտասանել, ընդհատեց նրան Ռաֆայելը, Մարինեն նրա ձայնում նյարդայնության նշույլ նկատեց։ Պետք է բնական, ինքնաբուխ թվա։ Իմ ընտանիքը ստի նկատմամբ սուր ռադար ունի։ Այդ դեպքում գուցե պետք է ընտրեինք ճշմարտություններ, որոնք ավելի համոզիչ կհնչեին, պատասխանեց Մարինեն, չկարողանալով զսպել իրեն։ Ռաֆայելը բարձրացրեց հոնքը, մի պահ Մարինեն վախեցավ, որ չափն անցել է։ Բայց, ի զարմանս իրեն, նա մի բան ուրվագծեց, որը գրեթե կարելի է ժպիտ անվանել։ Ճիշտ եք։ Բայց հիմա արդեն ուշ է փոփոխությունների համար։ Պետք է աշխատենք նրանով, ինչ ունենք։ Ուղղաթիռը սկսեց իջնել, Մարինեն տեսավ, թե ինչպես է բնապատկերը աստիճանաբար փոխվում քաղաքային կառույցներից դեպի ֆերմաներ տնկարկներ, որոնք բնորոշ էին հայկական մարզերին։ Սարգսյանների կալվածքը ձգվում էր այնքան, որքան հասնում էր հայացքը, մի հսկայական սեփականություն, որը ընտանիքին էր պատկանում ավելի քան 1 դար։
Գլխավոր տունը տպավորիչ գաղութային առանձնատուն էր, ներկված սպիտակ կապույտ մանրամասներով, շրջապատված ընդարձակ այգիներով հանգստի գոտիով, որը ներառում էր թենիսի կորտեր, ախոռներ, նույնիսկ մասնավոր վայրէջքի հարթակ։ Տպավորիչ է, մրմնջաց Մարինեն, երբ վայրէջք կատարեցին։ Դա պարզապես տուն է, անտարբեր ասաց Ռաֆայելը, բայց Մարինեն նկատեց լարվածության աճը նրա ուսերին, երբ մոտենում էին առանձնատանը։ Համազգեստով աշխատակիցը մոտեցավ ուղեբեռը վերցնելու, Ռաֆայելն առաջարկեց իր թը, որպեսզի Մարինեն իջնի ուղղաթիռից։ Հպումը պաշտոնական էր, գրեթե մեխանիկական, բայց նա զգաց, թե ինչպես էլեկտրական լիցք անցավ իր թով։ Դա պարզապես նյարդայնություն էր, ասաց ինքն իրեն։ Նյարդայնություն այս ամբողջ իրավիճակի տարօրինակությունը։ Սարգսյան ընտանիքը նրանց սպասում էր գլխավոր պատշգամբում, կազմելով մի տեսարան, որը կարծես դուրս էր եկել դեկորի ամսագրից։ Մարգարիտ Սարգսյանը, մայրապետը, 60 տարեկան կին էր, որը պահպանել էր խիստ ազնվական գեղեցկություն, մոխրագույն մազերը հավաքված էին անթերի հանգույցով, իսկ կապույտ աչքերը կարծես ընդունակ էին նկատել բնավորության ամենափոքր թերությունը։ Նրա կողքին Կառլենը ցուցադրում էր այն մարդու ուղիղ կեցվածքը, ով սեփական ձեռքերով կառուցել էր գործարար կայսրություն, բայց նրա աչքերը ցուցադրում էին մի սառնություն, որը, Մարինեի կարծիքով, ժառանգել էր որդին։ Նարէ Սարգսյանը, Ռաֆայելի կրտսեր քույրը, 28 տարեկան կին էր, որը ճառագում էր այնպիսի նրբագեղություն, որը միայն փողը կարող էր գնել։ Բարձրահասակ, նիհար, կատարյալ սանրված շիկահեր մազերով զգեստով, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Մարինեն վաստակում էր 3 ամսում, նա դիտում էր զույգի մոտենալը մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Նրա կողքին մի թխահեր, էլեգանտ տղամարդ էր, ում Մարինեն ճանաչեց որպես Դավիթ Մելիքյան, ֆերմերների ընտանիքի ժառանգորդ Նարեի նշանած։ Ռաֆայել, սիրելիս։ Մարգարիտը մոտեցավ որդուն բաց ձեռքերով, բայց նրանց գրկախառնությունը չափազանց պաշտոնական էր, իսկապես ջերմ լինելու համար։ Եվ սա պետք է լինի Մարինեն, որի մասին այդքան լսել ենք։ Մարինեն զգաց, թե ինչպես բոլորի աչքերն ուղղվեցին իր վրա, վերլուծելով նրա արտաքինի յուրաքանչյուր մանրամասն, նրա կեցվածքի յուրաքանչյուր նրբերանգ։ Կարծես լիներ մանրադիտակի տակ, որը ղեկավարում էին թերությունները հայտնաբերելու մեջ մասնագիտացած գիտնականներ։ Տիկին Սարգսյան, ասաց Մարինեն, մեկնելով ձեռքը մի ժպիտով, որը, հուսով էր, անկեղծ կթվար։ Հաճելի է վերջապես անձամբ ծանոթանալ ձեզ հետ։ Հաճույքն իմն է, սիրելիս։ Մարգարիտը վերցրեց նրա ձեռքն իր ձեռքերի մեջ, բայց Մարինեն զգաց, որ իրեն գնահատում, կշռում չափում են։ Ռաֆայելն այնքան քիչ բան է պատմել քո մասին։ Մենք անհամբեր սպասում ենք քեզ ավելի լավ ճանաչելուն։ Կառլենը մոտեցավ ամուր ձեռքսեղմումով արտրային ժպիտով։ Մարինե, բարի գալուստ մեր ընտանիք։ Ռաֆայելը հիանալի ընտրություն է կատարել։ Նարեն վերջինն էր, որ ողջունեց նրան, նրա գրկախառնությունն ուղեկցվեց թանկարժեք օծանելիքով մի շշուկով, որը միայն Մարինեն կարողացավ լսել։ Հուսով եմ, դու մյուսներից ավելի հետաքրքիր կլինես։ Մյուսներից։ Բառն արձագանքեց Մարինեի մտքում, երբ նրանց ուղեկցում էին տան ներս։ Որ մյուսներից։ Ռաֆայելը երբեք չէր նշել նախկին հարաբերությունների մասին, պայմանագիրը չէր ներառում տեղեկություններ նախկին ընկերուհիների մասին, որոնք կարող էին ներկայացվել ընտանիքին։ Եվս մեկ մանրամասն, որը նա պետք է հաղթահարեր առանց քարտեզի։ Առանձնատան ներսը նույնիսկ ավելի տպավորիչ էր, քան դրսը։ Ազնիվ փայտից հնաոճ կահույքը տարածքը կիսում էր արվեստի գործերի հետ, որոնք Մարինեի կասկածով բնօրինակներ էին, յուրաքանչյուր սենյակ կարծես զարդարված էր ճարտարապետական ամսագրում հայտնվելու համար։ Նրան ուղեկցեցին այն սենյակ, որը պետք է կիսեր Ռաֆայելի հետ, ընդարձակ լյուքս, որը նայում էր այգիներին երկտեղանոց մահճակալով, որը ստիպեց նրան թուքը կուլ տալ։ Մի անհանգստացեք, ասաց Ռաֆայելը, երբ մենակ մնացին։ Ես բազմոցին կքնեմ։ Շնորհակալ եմ, մրմնջաց Մարինեն, փորձելով չցուցադրել իր զգացած թեթացումը։ Հիշեք, շարունակեց նա, ստուգելով, որ դուռը լավ փակված է, նրանք կփորձեն մեզ փորձության ենթարկել։ Կտան խորամանկ հարցեր, կստեղծեն անհարմար իրավիճակներ։ Դա այն է, ինչ նրանք միշտ անում են։ Ինչ տեսակի հարցեր։ Թե ինչպես ենք ծանոթացել, մեր ապագա պլանների, մտերմության մասին։ Վերջին բառն արտասանվեց կլինիկական սառնությամբ, որից Մարինեն կարմրեց։ Եվ ինչպես պետք է պատասխանենք։ Բնականությամբ։ Եթե նյարդայնանանք կամ մեր տարբերակները չհամընկնեն, նրանք անմիջապես կնկատեն։ Մարինեն գլխով արեց, փորձելով յուրացնել աճող ճնշումը։
Բավարար չէր պարզապես դեր խաղալը, նա պետք է համոզեր խելացի կասկածամիտ մարդկանց մի ամբողջ ընտանիքի, որ իսկապես սիրահարված է մի տղամարդու, ով զգացմունքները համարում էր առտրային անհարմարություն։ Ճաշը մատուցվեց պաշտոնական ճաշասենյակում, կարմրափայտի սեղանով, որը հեշտությամբ տեղավորում էր 12 մարդու։ Մարինեն հայտնվեց Ռաֆայելի Նարեի միջ, մի դիրք, որը արագ հասկացավ, որ ռազմավարականորեն պլանավորված էր։ Նարեն կարծես վճռական էր տեղեկություններ կորզելու, տալով թվացյալ անմեղ հարցեր, որոնք պարունակում էին նուրբ թակարդներ։ Մարինե, որքան հետաքրքիր է, որ ձեր ընտանիքը կալվածք ունի Դիլիջանում, ասաց նա, վայելելով խորոված սաղմոնը։ Ռաֆայելը մեզ պատմել է, որ դա հին տուն է, լի պատմությամբ։ Մարինեն քիչ մնաց խեղդվեր գինուց։ Ռաֆայելը նշել էր իր ընտանիքի տան մասին։ Դա այն սցենարում չկար, որը նա անգիր էր արել։ Այո, զգուշորեն պատասխանեց նա։ Այն 3 սերունդ է, ինչ պատկանում է ընտանիքին։ Որքան ռոմանտիկ է, շարունակեց Նարեն մի ժպիտով, որը չափազանց քաղցր էր թվում, անկեղծ լինելու համար։ Պատկերացնում եմ, որ դուք շատ հանգստյան օրեր եք անցկացնում այնտեղ։ Ռաֆայելը միշտ սիրահարված է եղել պատմություն ունեցող վայրերին։ Մարինեն արագ հայացք նետեց Ռաֆայելին, փորձելով վերծանել, թե դա ճշմարտություն էր, թե պարզապես քրոջ հերթական թակարդը։ Նրա արտահայտությունը մնում էր անթափանց։ Իրականում, մենք դեռ հնարավորություն չենք ունեցել, ասաց Մարինեն, ընտրելով ազնվությունը։ Ռաֆայելի աշխատանքային գրաֆիկի պատճառով մեր հանդիպումներն ավելի քաղաքային են եղել։ Ահ, իհարկե, խոսակցությանը խառնվեց Մարգարիտը։ Ռաֆայելը միշտ տարված է եղել աշխատանքով։ Հուսով եմ, դու կկարողանաս մի փոքր հավասարակշռություն բերել նրա կյանք։ Մայրիկ, ասաց Ռաֆայելը նախազգուշացնող տոնով։ Ինչ եղավ։ Դա պարզապես դիտարկում է։ Մարգարիտը ժպտաց Մարինեին մի քաղցրությամբ, որը չէր քողարկում ենթատեքստային քննադատությունը։ Նրա վերջին ընկերուհին նույնպես դժգոհում էր դրանից։ Ինչպես էր նրա անունը, Ռաֆայել։ Անահիտ։ Մարինեն զգաց, որ ստամոքսը սեղմվեց։ Ռաֆայելը այնքան լուրջ ընկերուհի է ունեցել, որ ներկայացրել է ընտանիքին։ Եվ ինչու այս կարևոր տեղեկությունը չկար այն դոսիում, որը նա անգիր էր արել։ Եկեք չխոսենք անցյալի մասին, վճռական ասաց Ռաֆայելը, նրա ձեռքը գտնելով Մարինեի ձեռքը սեղանի վրա մի ժեստով, որը կարծես ինքնաբուխ էր, բայց նա գիտեր, որ հաշվարկված էր։ Մարինեն իմ ապագան է։ Հայտարարությունը չափազանց համոզիչ հնչեց, պարզապես բեմադրություն լինելու համար, Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է մի ձով, որը ոչ մի կապ չուներ նյարդայնության հետ։ Երբ Ռաֆայելը միահյուսեց նրանց մատները, զգացողությունն այնքան բնական էր, որ նա գրեթե մոռացավ, որ դա պարզապես շոուի մի մասն էր։ Որքան գեղեցիկ է, մեկնաբանեց Նարեն, բայց նրա ձայնում ինչ-որ սուր բան կար։ Եվ պատմիր մեզ, Մարինե, ինչպես արձագանքեցին քո ծնողները նշանադրությանը։ Պետք է որ հիացած լինեն, որ դու ամուսնանում ես Ռաֆայելի նման մեկի հետ։ Հարցը ձակերպված էր այնպես, որ հնչեր որպես հաճոյախոսություն, բայց Մարինեն նկատեց ակնարկը։ Որ նա ոսկեխույզ է, որը մեծ ձուկ է բռնել։ Նա զգաց, որ զայրույթը եռում է իր կրծքում, ստիպված էր գիտակցաբար ջանք գործադրել, հանգստությունը պահպանելու համար։ Իմ ծնողները ուրախացան, ինձ երջանիկ տեսնելով, պարզ պատասխանեց նա։ Նրանք գիտեն, որ հարաբերություններում կարևորը ոչ թե այն է, ինչ ունես, այլ ով ես դու։ Անհարմար լռություն տիրեց սեղանի շուրջ։ Մարինեն հասկացավ, որ դիպել է բաց նյարդի, հավանաբար որովհետև նրա պատասխանը հակասում էր այն արժեքներին, որոնք կառավարում էին այդ ընտանիքը։ Կարլենը կոկորդը մաքրեց։ Իհարկե։ Բայց եկեք ընդունենք, որ սոցիալական համատեղելիությունը նույնպես կարևոր է։ Նմանատիպ ծագում ունեցող մարդիկ հակված են ունենալ ավելի կայուն հարաբերություններ։ Հայրիկ, ասաց Ռաֆայելը, նրա ձայնը կրում էր մի սառնություն, որը Մարինեն լավ գիտեր գրասենյակներից։ Դա պարզապես ռեալիզմ է, որդիս։ Մայրդ ես եկել ենք նմանատիպ ընտանիքներից, նման արժեքներով։ Դա հեշտացրել է մեր միությունը։ Մարինեն դիտում էր ընտանեկան դինամիկան, որը բացվում էր իր աչքերի առջ։ Կարծես դիտում էր մի թատերական ներկայացում, որտեղ բոլոր դերասանները կատարելապես գիտեին իրենց դերերը։ Կարլենը ներկայացնում էր պահպանողական պատրիարքին, Մարգարիտը նվիրված, բայց հաշվարկված կնոջը, Նարեն երես առած սադրիչ դստերը, իսկ Ռաֆայելը կարծես հուսահատորեն փորձում էր թաքնվել անտարբերության դիմակի հետում։
Մարինե, Դավիթ Մելիքյանն առաջին անգամ խոսեց ճաշի սկզբից ի վեր, դու աշխատում ես Ռաֆայելի ընկերությունում, այնպես չէ՞։ Պետք է որ հետաքրքիր լինի խառնել մասնագիտական անձնական կյանքը։ Դա թվացյալ անմեղ հարց էր, բայց Մարինեն նկատեց թակարդը։ Եթե նա պատասխաներ այո, կդիտվեր որպես իր դիրքից օգտվող աշխատակցուհի։ Եթե պատասխաներ ոչ, կհակասեր տեղեկություններին, որոնք հավանաբար արդեն կիսվել էին։ Ես աշխատում եմ որպես անկախ խորհրդատու, պատասխանեց նա, իմպրովիզ անելով։ Ռաֆայելը երբեմն բարձում է իմ ծառայությունները, բայց մեր անձնական հարաբերությունները զարգացել են մասնագիտականից անկախ։ Ռաֆայելը թեթակի սեղմեց նրա ձեռքը, հավանության նշան, որը նրան հանգստացրեց։ Որքան հարմար է մրմնջաց Նարեն, չափազանց ցածր, որպեսի ծնողները լսեն, բայց բավական բարձր, որպեսի Մարինեն ընկալի հեգնանքը։ Ճաշի մնացած մասն անցավ քողարկված լարվածության մեջ, խոսակցություններով գործերի, քաղաքականության սոցիալական բամբասանքների մասին, որոնց Մարինեն փորձում էր հետել, չցուցադրելով, որ լիովին կորած է այդ տիեզերքում։ Երբ վերջապես կարողացան հեռանալ, նա իրեն զգում էր ինչպես մի զինվոր, որը վերապրել է հատկապես դաժան ճակատամարտ։ Ինչպես անցավ, հարցրեց նա, երբ միայնակ էին այգում։ Ավելի լավ, քան սպասում էի, խոստովանեց Ռաֆայելը։ Դու լավ իմպրովիզ արեցիր խորհրդատուի պատմությամբ։ Ինչու ինձ չասացիր Անահիտի մասին։ Ռաֆայելը դադարեց քայլել, շրջվեց դեպի նրան, մի մկան կծկվեց նրա ծնոտին։ Որովհետև դա մեր պայմանավորվածությանը չէր վերաբերում։ Չէր վերաբերում։ Մարինեն չկարողացավ թաքցնել անհավատությունը։ Քո ընտանիքը հենց նոր ինձ համեմատեց քո նախկին ընկերուհու հետ, դու կարծում ես, որ դա չի վերաբերում։ Անահիտն անցյալում է։ Բայց նա իրական էր։ Ի տարբերություն ինձ։ Բառերը դուրս եկան ավելի դառը, քան Մարինեն մտադրվել էր, նա տեսավ, թե ինչպես ինչ-որ բան անցավ Ռաֆայելի աչքերով։ Մի պահ նրա սառնության դիմակը տատանվեց, բացահայտելով մի խոցելիություն, որը նա արագ փորձեց թաքցնել։ Դուք ճիշտ եք, ասաց նա վերջապես։ Պետք է նշեի։ Անահիտն ու ես հանդիպում էինք 6 ամիս, 2 տարի առաջ։ Նա ավելին էր ուզում, քան ես պատրաստ էի տալ, դա ավարտվեց բարդ։ Ինչ տեսակի բարդ։ Ռաֆայելը անմիջապես չպատասխանեց, քայլելով դեպի ախոռները։ Մարինեն հետեց նրան, հասկանալով, որ բավականաչափ հեռացել են տնից, որպեսզի կարողանան ազատ խոսել։ Նա սիրահարվեց, պարզ ասաց նա։ Ես, ոչ։ Պատասխանի դաժան պարզությունը Մարինեին մի պահ անխոս թողեց։ Ինչ-որ բան կար այնձում, որով Ռաֆայելն արտասանել էր այդ մի քանի բառերը, որը նրա մասին ավելին էր բացահայտում, քան հոգեբանական վերլուծության էջերը։ Եվ դա ձեզ համար խնդիր է, որ ինչ-որ մեկը սիրահարվի։ Դա անհարկի բարդություն է։ Ռաֆայելը կանգնեց ցանկապատի առջ, ձեռքերը դրեց դրա վրա, դիտելով հանգիստ արածող ձիերին։ Սերը մարդկանց դարձնում է կանխատեսելի, խոցելի։ Ստիպում է նրանց հիմար որոշումներ կայացնել, հիմնված զգացմունքների, այլ ոչ թե տրամաբանության վրա։ Մարինեն լուր դիտում էր նրան, փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է մեկն այդքան սառը տեսակետ ունենալ մի բանի մասին, որը նա միշտ համարել էր մարդկային կյանքի ամենագեղեցիկ փորձառություններից մեկը։ Այդ հեռանկարում ինչ-որ խորապես տխուր բան կար, ինքնական մենություն, որը նա սկսում էր ճանաչել ոչ թե որպես ուժ, այլ քողարկված վախ։ Դուք երբեք սիրահարվել եք, մեղմ հարցրեց նա։ Ռաֆայելը շրջվեց դեպի նրան, Մարինեն տեսավ, թե ինչպես նրա պաշտպանական մեխանիզմները անմիջապես վերականգնվեցին։ Ես չեմ հավատում ռոմանտիկ սիրուն, ասաց նա։ Հավատում եմ համատեղելիությանը, փոխադարձ հարգանքին, գործընկերությանը։ Սերը պարզապես ժամանակավոր քիմիական ռեակցիա է, որը մարդիկ շփոթում են ինչ-որ տրանսցենդենտալ բանի հետ։ Կյանքի ինչպիսի տխուր տեսլական։ Դա իրատեսական տեսլական է։ Մարինեն գլուխը թափահարեց, զգալով խղճահարության հիասթափության խառնուրդ։ Եվ ինչ է տեղի ունենում, երբ այդ ժամանակավոր քիմիական ռեակցիան թակում է ձեր դուռը։ Երբ դուք հանդիպում եք մեկին, ով ստիպում է ձեր սրտին արագանալ առանց տրամաբանական պատճառի։ Դա տեղի չի ունենա։ Ռաֆայելի ձայնի վստահությունը բացարձակ էր։ Եվ նույնիսկ եթե տեղի ունենար, ես բավականաչափ խելացի կլինեի դիմադրելու համար։ Երբ վերադառնում էին տուն, Մարինեն չէր կարողանում մտքից հանել այն տխրությունը, որը նկատել էր նրա աչքերում, երբ նա խոսում էր սիրո մասին։
Կարծես Ռաֆայելն այնքան արդյունավետ ամրոց էր կառուցել իր սրտի շուրջ, որ նույնիսկ ինքն այլևս չէր հիշում, թե ինչ էր պաշտպանում այնտեղ։ Կեսօրն անցավ հարկադրված քաղաքավարության փոխադարձ դիտարկման անհարմար ռիթմով։ Մարինեն ծանոթացավ ընդլայնված ընտանիքի այլ անդամների հետ, որոնք եկել էին ամանորյա ընթրիքի համար, յուրաքանչյուրը կարծես գնահատում էր նրա համապատասխանությունը որպես ապագա Սարգսյան, ընտրական հանձնաժողովի նույն գիտական խստությամբ։ Երբ վերջապես վերադարձան սենյակ, Մարինեն իրեն զգում էր զգացմունքային ֆիզիկապես հյուծված։ Նա վերապրել էր առաջին օրը, բայց տպավորություն ուներ, որ վատթարագույնը դեռ առջում է։ Եվ դիտելով, թե ինչպես է Ռաֆայելը ռազմական ճշգրտությամբ դասավորում իր բարձերը բազմոցին, չէր կարողանում չմտածել, թե իրականում ինչն էր նրան այդքան վճռական դարձրել, սիրտը 7 կողպեքի տակ պահելու հարցում։ Պատասխանը նա կասկածում էր, թաքնված էր ինչ-որ տեղ այդ ավանդույթներով, ակնկալիքներով լի տանը, սպասելով բացահայտվելուն։ Գիշերը իջավ Սարգսյանների կալվածքի վրա օրվա ընթացքում կուտակված բոլոր չասված լարվածությունների ծանրությամբ։ Մարինեն պառկած էր թագավորական չափի մահճակալին, լսելով տան հեռավոր ձայները, որոնք դանդաղորեն հանդարտվում էին, մինչ Ռաֆայելն անհանգիստ շարժվում էր սենյակի մյուս կողմում գտնվող բազմոցին։ Պայմանավորվածությունն այն էր, որ նա այնտեղ պետք է քներ, բայց յուրաքանչյուր շարժման, մթության մեջ նրանից դուրս եկող յուրաքանչյուր հոգոցի հետ նա ավելի էր գիտակցում նրա ներկայությունը այդ տարածքը կիսելու տարօրինակ մտերմությունը։ Ախոռներում ունեցած խոսակցությունից հետո օդում ինչ-որ բան փոխվել էր։ Դիմակները, որոնք երկուսն էլ կրում էին, սկսում էին ճաքեր տալ, Մարինեն իրեն բռնացնում էր Ռաֆայելին դիտելիս մի հետաքրքրասիրությամբ, որը գերազանցում էր իր դերը համոզիչ կերպով խաղալու մասնագիտական անհրաժեշտությունը։ Այդ մարդու մեջ շերտեր կային, որոնց գոյության մասին նա նոր էր սկսում կասկածել, խնամքով թաքնված խոցելիություններ, բացարձակ վերահսկողության ճակատի հետում։ Գիշերվա երկուսի կողմերը սկսվեցին տնքոցները։ Սկզբում Մարինեն մտածեց, որ քամին է օրորում կալվածքի հին պատուհանները, բայց շուտով հասկացավ, որ ձայները գալիս են բազմոցից, որտեղ քնած էր Ռաֆայելը։ Անհասկանալի բառերը խառնվում էին ծանր շնչառության հետ, կարծես նա պայքարում էր մի բանի դեմ, որը գոյություն ուներ միայն իր երազներում։ Մարինեն տատանվեց երկու ընտրության միջ, նրան արթնացնելու մղումը գիտակցությունը, որ իրավունք չունի ներխուժել նրա անձնական կյանք, նույնիսկ եթե ծածնում էր, թե նրա հարսնացուն է։ Ոչ, չի կարելի։ Ռաֆայելի ձայնը կտրեց խավարը, լի մի տառապանքով, որը նա երբեք չէր լսել իրենց 2 տարվա մասնագիտական համագործակցության ընթացքում։ Խնդրում եմ, ես փորձեցի։ Մարինեն լուռ վեր կացավ, մոտեցավ բազմոցին։ Պատուհաններից ներս ընկնող թույլ լույսի տակ նա կարող էր տեսնել Ռաֆայելի դեմքը, գծկված տառապանքից, քրտինքի կաթիլները նշում էին նրա ճակատը, չնայած միացված օթորակիչին։ Նրա ձեռքերը շարժվում էին, կարծես փորձում էր կառչել մի բանից, որը անընդհատ սահում էր։ Ռաֆայել, շշնջաց նա, թեթակի դիպչելով նրա ուսին։ Ռաֆայել, արթնացիր։ Նա արթնացավ բռնկուն ցնցումով, կտրուկ նստելով շփոթված շուրջը նայելով։ Երբ նրա աչքերը հանդիպեցին Մարինեի աչքերին, նա տեսավ մի մերկ խոցելիություն, որը նրան տարիներով ավելի երիտասարդ դարձրեց, ինչպես մի տղա, որը կորել է չավարտվող մղձավանջում։ Մարինե։ Նրա ձայնը խռպոտ էր, անվստահ։ Ինչու ես այստեղ։ Դու մղձավանջ էիր տեսնում, մեղմ բացատրեց նա, նստելով բազմոցի եզրին։ Շատ լարված էր թվում։ Ռաֆայելը ձեռքերն անցկացրեց դեմքի վրայով, փորձելով ուշքի գալ, բայց Մարինեն տեսնում էր, որ նա դեռ մասամբ գերի է այն երազային փորձառությանը, որը նրան տանջել էր։ Նրա շարժումներում մի փխրունություն կար, որը կտրուկ հակասում էր այն անողոք վստահությանը, որը նա ցուցադրում էր օրվա ընթացքում։ Ներողություն, եթե արթնացրի քեզ, մրմնջաց նա, խուսափելով նրա հայացքից։ Հաճախ չի լինում։ Հաճախ չի լինում, բայց լինում է, նկատեց Մարինեն, վեր կենալու փորձ չանելով։ Ինչ էր։ Երազում, նկատի ունեմ։ Ռաֆայելը երկար լուռ մնաց, Մարինեն մտածեց, որ նա պարզապես կհրաժարվի պատասխանել։ Բայց երբ նա սկսեց խոսել, նրա ձայնը հեռավոր որակ ուներ, կարծես պատմում էր մեկ այլ մարդու կյանքի մասին։ Ես 8 տարեկան էի։ Ամանոր էր, ինչպես հիմա։ Հայրս ինձ նվեր էր տվել, հավաքովի փայտե տնակ։ Այնքան հուզված էի, ամբողջ օրը դրա վրա էի աշխատում։ Նա դադարեց, խորը շունչ քաշելով։ Բայց երբ ավարտեցի, այն ծուռ էր։ Անկատար։ Հայրս ասաց, որ եթե ես նույնիսկ խաղալիքը չեմ կարողանում ճիշտ սարքել, ինչպես կարող եմ մի օր ընկերություն ղեկավարել։
Նա իմ աչքի առաջ քանդեց տունը ասաց, որ ես պետք է սովորեմ, որ իրական կյանքում անկատարության տեղ չկա։ Մարինեն զգաց, որ սիրտը սեղմվեց։ Ռաֆայել։ Երազում, շարունակեց նա, դեռ կորած հիշողության մեջ, ես միշտ փորձում եմ նորից հավաքել այդ տունը, բայց որքան էլ փորձում եմ, երբեք ճիշտ չի ստացվում։ Եվ նա միշտ այնտեղ է, դիտում է, սպասում, որ ես ձախողվեմ, որպեսզի կարողանա ասել, որ ես ոչ մի բանի պիտանի չեմ։ Առանց մտածելու, Մարինեն մեկնեց ձեռքը դիպավ նրա ձեռքին։ Հպումը էլեկտրական էր, բայց այս անգամ դրանում ոչ մի հաշվարկված կամ բեմադրված բան չկար։ Դա զուտ մարդկային էր, հասկացողության մխիթարության ժեստ, որը բխում էր նրա սրտի խորքից։ Դու անկատար երեխա չէիր, վճռական ասաց նա։ Դու ընդամենը երեխա էիր։ Ռաֆայելը զարմացած հայացքով նայեց նրանց միահյուսված ձեռքերին, կարծես չէր կարողանում հասկանալ, թե ինչպես էր թույլ տվել, որ այդ մտերմությունը տեղի ունենա։ Բայց ձեռքը հետ չքաշեց։ Նա սխալ չէր, մրմնջաց Ռաֆայելը։ Ես պետք է սովորեի ավելի լավը, ավելի ուժեղ լինել։ Ընկերությունը դա էր պահանջում ինձնից։ Ընկերությունը։ Թե դու էիր դա պահանջում քեզնից։ Հարցը կախված մնաց օդում նրանց միջ, լի մի մտերմությամբ, որին նրանցից ոչ մեկը պատրաստ չէր դիմակայելու։ Մարինեն հասկացավ, որ նրանք հատել են մի անտեսանելի գիծ, որը բաժանում էր բեմադրությունն իրականությունից, դրա գիտակցումը նրան միաժամանակ սարսափեցրեց ոգորեց։ Ես պետք է վերադառնամ քնելու, ասաց Ռաֆայելը վերջապես, բայց նորից պառկելու շարժում չարեց։ Պետք է, համաձայնեց Մարինեն։ Բայց նույնպես չվերկացավ։ Նրանք մնացին այնտեղ, նստած մթության մեջ, ձեռքերը դեռ միահյուսված, կիսելով մի լռություն, որն ավելի մտերիմ էր, քան ցանկացած խոսակցություն։ Մարինեն զգում էր նրա մաշկի ջերմությունը, լսում էր նրա շնչառության աստիճանական հանդարտվելը, ստիպված էր պայքարել անհանգիստ քնից խառնված նրա մազերով մատներն անցկացնելու աճող մղման դեմ։ Շնորհակալություն, մեղմ ասաց Ռաֆայելը։ Ինձ արթնացնելու համար։ Այստեղ լինելու համար։ Խնդրեմ։ Երբ Մարինեն վերջապես վերադարձավ մահճակալ, քունը ուշացավ։ Նա պառկած նայում էր առաստաղին, մտածելով 8 տարեկան տղայի մասին, ով ստիպված էր եղել իր անկատարությունը թաղել վերահսկողության պահանջկոտության շերտերի տակ։ Նա սկսում էր հասկանալ, որ Ռաֆայելի սառնությունը ուժ չէր, այլ տասնամյակների ընթացքում կառուցված զրահ, պաշտպանելու համար մի վիրավոր երեխայի, որը դեռ գոյություն ուներ նրա ներսում։ Հաջորդ առավոտ ամեն ինչ փոխվել էր։ Ոչ մի մեծ հայտարարություն կամ դրամատիկ ժեստ չկար, բայց նրանց միջ դինամիկայում ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։ Ռաֆայելն ավելի բնական էր բռնում նրա ձեռքը, նրանց հայացքները մի քանի վայրկյան ավել էին տում, երբ նա նախաճաշի ժամանակ ժպտաց նրան, Մարինեն ստիպված էր հիշել շնչելու մասին։ Սարգսյան ընտանիքն անմիջապես նկատեց փոփոխությունը։ Դուք այսօր ավելի կապված եք թվում, զգուշավոր հավանությամբ նկատեց Մարգարիտը։ Գյուղի օդը լավ է անդրադառնում հարաբերությունների վրա։ Նարեն ավելի քիչ համոզված էր։ Հետաքրքիր է, թե ինչպես են որոշ մարդիկ փոխվում մեկ գիշերվա ընթացքում, մեկնաբանեց նա մի ժպիտով, որը չէր թաքցնում աճող կասկածամտությունը։ Առավոտյան Մարինեն ծանոթացավ Ռաֆայելի տատիկի, Էլեն տատիի հետ, 83 տարեկան մի տիկնոջ, որը ճառագում էր անժամանակ էլեգանտություն սուր, ինչպես սայր խելք։ Նա միակն էր, որ առանց վերապահումների ընդունեց Մարինեին, նրա հետ վարվելով անկեղծ ջերմությամբ հետաքրքրությամբ։ Իմ թոռը վերջապես հետաքրքիր մեկին է բերել տուն, ասաց նա, երբ թեյ էին խմում հետի պատշգամբում։ Տարիներ շարունակ չեմ տեսել, որ նա իսկապես ժպտա։ Նա գրասենյակում էլ է ժպտում, դիվանագիտորեն պատասխանեց Մարինեն։ Դրանք ժպիտներ չեն, սիրելիս։ Դրանք պրոֆեսիոնալ մկանային կծկումներ են։ Էլեն տատին ծիծաղեց, մի երաժշտական ձայն, որը հիշեցնում էր քամուց զնգացող զանգակներ։ Բայց այսօր առավոտյան, երբ նա նախաճաշի ժամանակ նայեց քեզ, ես տեսա այն տղային, որը նա լինում էր, մինչ կսովորեր, որ իրեն չի կարելի թույլ տալ խոցելի լինել։ Տատիկի խոսքերն ամբողջ օրը արձագանքում էին Մարինեի մտքում, խառնվելով Ռաֆայելի մղձավանջի այն ձի հիշողությունների հետ, որով նա բռնել էր իր ձեռքը մթության մեջ։ Նա սկսում էր հասկանալ, որ իրենց ստորագրած պայմանագիրը շատ ավելի վտանգավոր էր, քան պատկերացրել էր։ Ոչ միայն այն պատճառով, որ նա ռիսկի էր դիմում իրական զգացմունքներ զարգացնել մի տղամարդու նկատմամբ, ով սերը համարում էր թուլություն, այլ որովհետև Ռաֆայելը նույնպես կարծես պայքարում էր մի բանի դեմ, որն աճում էր նրանց միջ։ Կեսօրը նոր մարտահրավերներ բերեց, երբ ամանորյա ընթրիքի համար եկան այլ հյուրեր։
Նրանց թվում էր Արմեն Մկրտչյանը, 30 տարեկան մի տղամարդ, ում Մարինեն անմիջապես ճանաչեց, թե նա վերջին մարդն էր, ում սպասում էր տեսնել այնտեղ։ Արմենը մի քանի տարի առաջ կարճ ժամանակով աշխատել էր նույն խորհրդատվական ընկերությունում, ինչ նա մի քանի շաբաթ նրանք սիրախաղ էին արել ավելի լուրջ բանի հնարավորության հետ։ Հարաբերությունները երբեք չէին կայացել, որովհետև Մարինեն չէր կարողացել որոշել այն անվտանգության միջ, որը նա ներկայացնում էր, մի անորոշ անհանգստության միջ, որը ստիպում էր նրան ավելին փնտրել։ Մարինե՞։ Արմենը մոտեցավ նրան այգում ճառագայթող ժպիտով։ Չեմ կարող հավատալ, որ դու այստեղ ես։ Նարեն ինձ ասաց, որ Ռաֆայելը նշանված է, բայց չնշեց, որ քեզ հետ։ Մարինեն զգաց, որ արյունը սառեց։ Նարեն հրավիրել էր Արմենին, ճշգրիտ իմանալով, թե ով է նա։ Դա խնամքով պլանավորված թակարդ էր, Մարինեն մտածեց, թե արդյոք Ռաֆայելի քույրը կասկածում էր կեղծիքի մասին, թե պարզապես օգտվում էր խնդիրներ ստեղծելու ցանկացած հնարավորությունից։ Արմեն, ինչպիսի։ Անակնկալ, պատասխանեց նա, փորձելով ձայնը հավասարակշռված պահել։ Ինչպես ես ճանաչում Սարգսյան ընտանիքին։ Նարեի հետ ծանոթացել ենք ընդհանուր ընկերների միջոցով։ Նա նշեց, որ պատրաստվում է ծանոթանալ Ռաֆայելի առեղծվածային հարսնացուի հետ, հարցրեց, թե արդյոք չէի ցանկանա ամանորն անցկացնել այստեղ, կալվածքում։ Երբ նա ասաց, որ խորհրդատու է, Մարինե Վարդանյան անունով, նա անհավատությամբ գլուխը թափահարեց։ Փոքր է աշխարհը, այնպես չէ՞։ Խնամքով կազմակերպված փոքր աշխարհ, մտածեց Մարինեն, բայց ժպտաց գլխով արեց։ Շատ փոքր։ Դու փայլում ես, շարունակեց Արմենը, նրա աչքերը սահում էին նրա դեմքով մի մտերմությամբ, որը նրան անհարմարավետություն պատճառեց։ Սերը քեզ սազում է։ Ռաֆայելն այդ պահին մոտեցավ, Մարինեն անմիջապես նկատեց լարվածությունը նրա կեցվածքում։ Նա ականատես էր եղել խոսակցության մի մասին, ակնհայտորեն դուրը չէր եկել տեսածը։ Ռաֆայել, արագ ասաց Մարինեն, սա Արմեն Մկրտչյանն է։ Մենք միասին ենք աշխատել մի քանի տարի առաջ։ Արմեն, իմ նշանածը, Ռաֆայել Սարգսյանը։ Երկու տղամարդկանց միջ ձեռքսեղմումը մակերեսորեն ջերմ էր, բայց Մարինեն զգում էր նրանց միջ անցնող անվստահության հոսանքը։ Ռաֆայելն իր տպավորիչ ներկայությունը գործադրում էր որպես պաշտպանիչ թիկնոց, մինչդեռ Արմենը պահպանում էր վստահ ժպիտ, որը ենթադրում էր, որ հեշտությամբ չի վախենում։ Շնորհավորում եմ նշանադրության կապակցությամբ, ասաց Արմենը։ Մարինեն շատ յուրահատուկ կին է։ Վստահ եմ, որ դուք գիտեք, թե որքան բախտավոր եք։ Բացարձակապես վստահ եմ, պատասխանեց Ռաֆայելը, նրա ձեռքը գտնելով Մարինեի գոտկատեղը մի տիրական ժեստով, որից նա սարսռաց։ Կեսօրվա մնացած մասը Մարինեն իրեն գտավ խաչած լարվածությունների խաղի մեջ։ Արմենը կարծես վճռական էր հիշեցնել ընդհանուր հիշողությունները, անցյալի մտերմության պահերը, մինչդեռ Ռաֆայելը դառնում էր ավելի ու ավելի պաշտպանողական ուշադիր։ Իրավիճակը հասավ կրիտիկական կետի, երբ Արմենը նրան հրավիրեց միայնակ զբոսանքի այգիներով։ Մարինե, կարող եմ մի րոպե քեզ հետ խոսել։ Մի բան կա, որ կուզենայի ասել։ Ռաֆայելն անմիջապես վեր կացավ։ Չեմ կարծում, որ դա տեղին է։ Ռաֆայել, ընդհատեց նրան Մարինեն, փորձելով խուսափել բացահայտ առճակատումից։ Ամեն ինչ կարգին է։ Ընդամենը մի քանի րոպե է։ Նա հետեց Արմենին մինչ այգու հեռավոր հատվածը, արհեստական լճի մոտ, որտեղ բադերը հանգիստ լողում էին։ Կեսօրվա արը ոսկեգույն արտացոլանքներ էր ստեղծում ջրի վրա, բայց Մարինեն չափազանց լարված էր տեսարանի գեղեցկությունը գնահատելու համար։ Մարինե, սկսեց Արմենը, նրա ձայնը լի անկեղծությամբ, ես գիտեմ, որ իրավունք չունեմ սա ասելու, հատկապես հիմա, երբ դու նշանված ես, բայց պետք է փորձեմ։ Ես երբեք չկարողացա քեզ մոռանալ։ Արմեն, թույլ տուր ավարտեմ, խնդրում եմ։ Նա մոտեցավ, Մարինեն տեսավ վճռականությունը նրա աչքերում։ Գիտեմ, որ տարիներ առաջ մենք փորձեցինք ինչ-որ բան սկսել, չստացվեց, բայց ես երիտասարդ էի, անհասուն։ Հիմա գիտեմ, թե ինչ եմ ուզում, գիտեմ, որ դու իմ կյանքի կինն ես։ Եթե ինձ մի հնարավորություն տաս, մենք կարող ենք նորից սկսել։ Մենք կարող ենք երջանիկ լինել միասին։ Մարինեն մի պահ անխոս մնաց։ Արմենի առաջարկը ներկայացնում էր այն ամենը, ինչ նա մտածում էր, որ ուզում է՝ կայունություն, անկեղծ ջերմություն, իրական համատեղելիության վրա հիմնված հարաբերություններ, այլ ոչ թե պայմանագրերի բեմադրությունների։ Դա այն նորմալ կյանքն էր, որի մասին նա միշտ երազել էր, առաջարկված ամենաբարդ պահին։ Ես չեմ կարող, ասաց նա վերջապես։
Ես նշանված եմ, Արմեն։ Ես սիրում եմ Ռաֆայելին։ Բառերը դուրս եկան, մինչ նա կհասցներ վերլուծել դրանք, Մարինեն ցնցումով հասկացավ, որ դրանք ճշմարիտ են։ Ինչ-որ պահի, ստորագրված պայմանագրի այդ պահի մեջ, նա սիրահարվել էր այն մարդուն, ով վարձել էր իր ծառայությունները։ Բացահայտումը նրան հարվածեց կայծակի պես, թողնելով գլխապտույտի շփոթության մեջ։ Վստահ ես, պնդեց Արմենը։ Որովհետև այսօր ձեզ նայելիս դա ավելի շատ հարմարության համաձայնության է նման, քան մեծ սիրո։ Ձեր փոխգործակցության մեջ ինչ-որ հարկադրված բան կա։ Մարինեն զգաց, կարծես նա հենց նոր բացահայտել էր իր բոլոր ամենաթաքուն գաղտնիքները։ Դու սխալվում ես։ Սխալվում եմ։ Մարինե, ես քեզ ճանաչում եմ։ Ճանաչում եմ քո ժեստերը, քո արտահայտությունները, այն ձև, որով դու վարվում ես, երբ իսկապես երջանիկ ես։ Եվ այսօր քո մեջ ինչ-որ տարբեր բան կա։ Ինչ-որ զուսպ, վերահսկված բան։ Մինչ Մարինեն կհասցներ պատասխանել, նա լսեց մոտեցող քայլեր։ Ռաֆայելը հայտնվեց արահետին, մռայլ վճռական արտահայտությամբ։ Մարինե, մայրդ զանգել էր։ Ընտանեկան արտակարգ իրավիճակ է։ Դա սուտ էր, ակնհայտորեն, բայց Մարինեն երախտապարտ էր այդ չափազանց վտանգավոր դարձած խոսակցությունը դադարեցնելու պատրվակի համար։ Նա արագ հրաժեշտ տվեց Արմենին, հետեց Ռաֆայելին դեպի տուն, սիրտը անկանոն բաբախում էր իր սեփական զգացմունքների բացահայտումից, այնցից, որով Ռաֆայելը եկել էր իրեն փրկելու։ Շնորհակալություն, մրմնջաց նա, երբ անհասանելի էին անծանոթ ականջների համար։ Ինչի՞ համար։ Այնտեղից դուրս գալու պատրվակ տալու համար։ Խոսակցությունը դառնում էր բարդ։ Ռաֆայելը դադարեց քայլել, շրջվեց դեպի նրան, ինչ-որ վտանգավոր բան փայլում էր նրա աչքերում։ Ինչ ասաց նա քեզ։ Ոչ մի կարևոր բան։ Մարինե։ Նրա ձայնը հրամայական տոն ուներ, որը նա ճանաչում էր գործերից։ Ինչ ասաց նա։ Նա ասաց, որ սիրում է ինձ։ Որ ուզում է նորից փորձել։ Մարինեն տատանվեց, ապա որոշեց լիովին ազնիվ լինել։ Եվ ասաց, որ մեր միջ ինչ-որ հարկադրված բան է նկատում։ Որ դա անկեղծ հարաբերությունների նման չէ։ Ռաֆայելը երկար լուռ մնաց, մարսելով տեղեկությունը։ Երբ նորից խոսեց, նրա ձայնը խնամքով վերահսկված էր։ Իսկ դու… Ինչ պատասխանեցիր։ Ասացի, որ սիրում եմ նրան։ Բառերը նորից դուրս թռան, մինչ նա կհասցներ զդել դրանք, այս անգամ Մարինեն հասկացավ, որ Արմենին նկատի չուներ։ Ռաֆայելը լարված նայեց նրան, Մարինեն տեսավ մի լուրջ ճակատամարտ, որը տեղի էր ունենում նրա աչքերի հետում։ Այնտեղ ինչ-որ բան կար, որը նա չէր կարողանում լիովին վերծանել, բայց որը նրան ստիպում էր զգալ, կարծես քայլում է անդունդի եզրին։ Մարինե։ Գիտեմ, որ դա պայմանագրի մաս չէ, շտապեց ասել նա, փորձելով նվազեցնել աճող լարվածությունը։ Գիտեմ, որ դա պարզապես բեմադրություն էր։ Բայց մի պահ իրական թվաց։ Իրական թվաց, դանդաղ կրկնեց Ռաֆայելը, կարծես փորձարկում էր բառերի ծանրությունը։ Նրանց ընդհատեց Նարեի ժամանումը, որը հայտնվեց մի ժպիտով, որը չէր կարողանում թաքցնել չարախինդ բավարարվածությունը։ Ահա դուք որտեղ եք։ Ամբողջ ընտանիքը փնտրում է։ Մենք պետք է քննարկենք վաղվա նախապատրաստական աշխատանքները։ Նա չքողարկված հետաքրքրասիրությամբ նայեց նրանց միջ։ Հուսով եմ, վայելեցիք կեսօրը։ Արմենը հմայիչ տղա է, այնպես չէ, Մարինե։ Շատ քաղաքավարի, դիվանագիտորեն պատասխանեց Մարինեն։ Նա ինձ խոստովանեց, որ դուք նախկինում ծանոթ էիք։ Ինչպիսի։ Հետաքրքիր զուգադիպություն։ Մարինեն զգաց, որ Ռաֆայելը լարվեց իր կողքին, բայց նա պահպանեց չեզոք արտահայտությունը։ Աշխարհը փոքր է, պարզ ասաց նա։ Հատկապես որոշ հանգամանքներում, պատասխանեց Նարեն մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Ընթրիքը զգացմունքային դիմադրության փորձություն էր։ Արմենը նստած էր Մարինեից անկյունագծով, նա զգում էր նրա հայացքն իր վրա ամբողջ ճաշի ընթացքում։ Ռաֆայելը իր հերթին ավելի ուշադիր էր, քան երբեք, կանխատեսելով նրա կարիքները, դիպչելով նրա ձեռքին, նրա ականջին մեկնաբանություններ շշնջալով, որոնք մյուսներին ստիպում էին հավանությամբ ժպտալ։ Ցանկացած արտաքին դիտորդի համար նրանք թվում էին սիրահարված ներդաշնակ զույգ։ Բայց Մարինեն զգում էր աճող լարվածությունը։ Ռաֆայելի յուրաքանչյուր քնքուշ ժեստ չափազանց հաշվարկված էր թվում, յուրաքանչյուր ժպիտ՝ չափազանց կատարյալ։
Կարծես հասկանալով Արմենի ներկայացրած սպառնալիքը, նա ուժեղացրել էր բեմադրությունը մինչ մի կետ, որտեղ այն գրեթե ծաղրանկարային էր դարձել։ Գիշերն ավարտվեց բոլորի իրենց սենյակներ գնալով, Մարինեն պատրաստվեց այն բանին, ինչ սպասում էր, որ կլինի դժվար խոսակցություն Ռաֆայելի հետ։ Բայց երբ հասան սենյակ, նա կարծես տրամադրված չէր խոսելու այն մասին, ինչ տեղի էր ունեցել այգում։ Երկար օրեր, պարզ ասաց նա, սկսելով դասավորել իր իրերը բազմոցին քնելու համար։ Ռաֆայել, կարող ենք խոսել։ Խոսելու բան չկա, Մարինե։ Դուք այսօր կատարելապես խաղացիք ձեր դերը։ Իմ ընտանիքը համոզված է։ Նրա ձայնի հանկարծակի սառնությունը նրան շփոթեցրեց։ Կարծես այն խոցելի մարդը, ով նախորդ գիշեր կիսվել էր իր մղձավանջներով, փոխարինվել էր անողոք կորպորատիվ տարբերակով։ Սա է ամբողջը։ Դերակատարում։ Ռաֆայելը դադարեցրեց իր գործը, նայեց նրան։ Հենց դա է։ Մի մոռացեք մեր պայմանագրի պայմանները, Մարինե։ Եթե մենք իրական զգացմունքներ զարգացնենք, պայմանավորվածությունը ավարտվում է։ Իսկ եթե ասեմ, որ դրա համար արդեն ուշ է։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Ռաֆայելը մի քանի վայրկյան անշարժ մնաց, կարծես Մարինեի խոսքերը ստեղծել էին մի իրականություն, որը նա չգիտեր ինչպես ընկալել։ Այդ դեպքում մենք խնդիր կունենանք, ասաց նա վերջապես։ Մարինեն զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Նա հենց նոր խոստովանել էր, որ սիրահարվել է նրան, նրա պատասխանն այն էր, որ դա խնդիր կլինի։ Խնդիր, կրկնեց նա, ձայնը թեթակի դողալով։ Մարինե, ես զգուշացրել էի սկզբից։ Իմ կյանքում զգացմունքային բարդությունների տեղ չկա։ Այն, ինչ տեղի է ունենում մեր միջ, դա։ Նա փնտրում էր ճիշտ բառերը։ Դա քիմիա է, հարկադրված մտերմություն։ Դա իրական չէ։ Իրական չէ, մրմնջաց Մարինեն, զգալով, թե ինչպես ինչ-որ բան կոտրվեց իր ներսում։ Նա պառկեց մահճակալին, սիրտը կտոր-կտոր եղած, լսելով, թե ինչպես է Ռաֆայելը տեղավորվում բազմոցին։ Նրանց միջ ֆիզիկական հեռավորությունը կարծես 1000 անգամ բազմապատկվել էր, Մարինեն հասկացավ, որ թույլ է տվել ամենապարզ սխալը։ Նա շփոթել էր բեմադրությունն իրականության հետ սիրահարվել այն մարդուն, ով վարձել էր իր ծառայությունները, ծածնելու, թե սիրում է իրեն։ Հաջորդ առավոտ Մարինեն արթնացավ, վճռական վերականգնելու իր պրոֆեսիոնալիզմը, ավարտելու այդ կեղծիքն առանց հետագա զգացմունքային վնասների։ Բայց նրա պլանները փլուզվեցին նախաճաշի ժամանակ, երբ Նարեն մի հայտարարություն արեց, որը սառեցրեց արյունը նրա երակներում։ Ժողովուրդ, սարսափելի բան է տեղի ունեցել, ասաց նա անհանգստության արտահայտությամբ, որը չէր կարողանում լիովին թաքցնել բավարարվածությունը։ Էլեն տատիի զմրուխտե վզնոցը անհետացել է նրա սենյակից։ Էլեն տատին անմիջապես վեր կացավ։ Նարե, վստահ ես։ Գուցե ես ուրիշ տեղ եմ դրել։ Ոչ, տատիկ։ Ամեն տեղ փնտրեցի։ Եվ երեկ ես տեսա, որ դու վզնոցը ցույց ես տալիս Մարինեին, մեկնաբանելով նրա ընտանեկան պատմությունը։ Բոլորի գլուխները շրջվեցին դեպի Մարինեն, որը զգաց, թե ինչպես է գետինը անհետանում իր ոտքերի տակից։ Նա տեսնում էր մեղադրանքը, որը ձավորվում էր Սարգսյան ընտանիքի յուրաքանչյուր անդամի աչքերում, զգում էր, թե ինչպես է մթնոլորտը փոխվում կասկածանքից բացահայտ դատապարտման։ Ես ոչ մի վզնոց չեմ վերցրել, ասաց նա, նրա ձայնը դուրս եկավ ավելի բարձր, քան սովորաբար։ Իհարկե ոչ, սիրելիս, ասաց Մարգարիտը թունավոր քաղցրությամբ։ Բայց գուցե պետք է ամեն տեղ փնտրենք, պարզապես վստահ լինելու համար։ Սկսած հյուրերի սենյակներից։ Մարինեն գիտեր, որ իրեն թակարդն են գցում, բայց դիմադրելու ճանապարհ չկար, առանց մեղավոր թվալու։ Նա ուղեկցեց խմբին մինչ իր սենյակ, որտեղ Կարլենը մանրակրկիտ նվաստացուցիչ խուզարկություն անցկացրեց։ Երբ նա բացեց նրա ճամպրուկը, հանեց զմրուխտե վզնոցը նրա հագուստի միջից, Մարինեն զգաց, կարծես աշխարհը փլուզվեց իր գլխին։ Դե ինչ, ասաց Կարլենը մի սառնությամբ, որը մրցում էր որդու սառնության հետ, կարծես թե մենք գտանք մեր պատասխանը։ Մարինեն հուսահատ նայեց Ռաֆայելին, սպասելով, որ նա կպաշտպանի իր անմեղությունը, որ կճանաչի ակնհայտ սադրանքը։ Բայց նա տատանվեց։ Ընդամենը մի քանի վայրկյան, բայց տատանվեց։ Եվ այդ լռության վայրկյաններին Մարինեն տեսավ, թե ինչպես է նրանց մեջ սկսված ամբողջ վստահությունը փշրվում։ Ռաֆայել, շշնջաց նա, դու գիտես, որ ես դա չեմ արել։ Ես։ Նա նայեց նրա հոր ձեռքի վզնոցի միջ, Մարինեն տեսնում էր ներքին պայքարը, որը տեղի էր ունենում նրա աչքերում։
Դու, ինչ։ Մարինեի ձայնը լի էր ցավով հիասթափությամբ։ Դու հավատում ես, որ ես գողացել եմ քո տատիկի վզնոցը։ Դա չէ, ես պարզապես։ Դու տատանվեցիր։ Մարինեն զգաց, որ արցունքները այրում են իր աչքերը։ Այսքանից հետո, անցած գիշերվանից հետո, դու դեռ տատանվեցիր ինձ վստահելու հարցում։ Մարինե, թույլ տուր բացատրեմ։ Բայց նա արդեն հեռանում էր, վերցնելով իր պայուսակը քայլելով դեպի դուռը։ Նվաստացումն անտանելի էր, բայց դրանից ավելի վատն այն գիտակցությունն էր, որ Ռաֆայելն իսկապես չէր վստահում իրեն։ Նույնիսկ այն ամենից հետո, ինչ նրանք կիսել էին, նույնիսկ նրանից հետո, երբ նա տեսել էր նրա խոցելիությունը, նա ականատես էր եղել իր անկեղծությանը, նա դեռ իրեն տեսնում էր որպես օտարի, որն ունակ է գողանալ իր ընտանիքից։ Ո՞ր ես գնում, Ռաֆայելը հետեց նրան միջանցքով։ Հեռանում եմ։ Պայմանագիրը դադարեցված է։ Մարինե, կանգնիր։ Ես գիտեմ, որ դու չես վերցրել վզնոցը։ Ինձ պարզապես մի պահ էր պետք մարսելու համար։ Նա շրջվեց դեպի նրան, արցունքներն ազատ հոսում էին դեմքով։ Մի պահ։ Ռաֆայել, քո ընտանիքը հենց նոր ինձ մեղադրեց գողության մեջ, քեզ մի պահ էր պետք որոշելու, հավատալ ինձ, թե ոչ։ Դա ինձ ասում է այն ամենը, ինչ ես պետք է իմանամ։ Դու չես հասկանում։ Իմ ընտանիքը բարդ է, նրանք փորձություններ են անում, թակարդներ են լարում։ Ես հիանալի հասկանում եմ, ընդհատեց նրան Մարինեն։ Հասկանում եմ, որ դու այնքան ես սովորել բոլորին անվստահությամբ վերաբերվել, որ նույնիսկ երբ ինչ-որ մեկն իսկապես հոգ է տանում քո մասին, դու չես կարողանում հավատալ։ Հասկանում եմ, որ դու այնքան ես վախենում խոցելի լինելուց, որ նախընտրում ես բոլորին հեռու պահել, քան ռիսկի դիմել վիրավորվելու։ Ռաֆայելը լուռ մնաց, Մարինեն տեսավ, որ իր խոսքերը դիպել են նշանակետին։ Բայց արդեն ուշ էր։ Վնասը հասցված էր։ Մարինե, խնդրում եմ, այսպես մի գնա։ Գումարը կարող է փոխանցվել պայմանավորվածության համաձայն, ասաց նա, փորձելով վերականգնել որոշ արժանապատվություն։ Համարեք մեր պայմանավորվածությունը դադարեցված վստահության խախտման պատճառով։ Նա մուտքի հեռախոսից տաքսի կանչեց, սպասեց տան դրսում, հրաժարվելով հետ նայել, նույնիսկ երբ լսեց ներսից եկող բարձր ձայներ։ Միայն երբ տաքսին անհետացավ փոշոտ ճանապարհին, նա թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն, լաց լինելով ոչ միայն տեղի ունեցածի նվաստացումից, այլ մի բանի կորստից, որին սկսել էր հավատալ, որ կարող է իրական լինել։ Ռաֆայելը կանգնած էր պատշգամբում, դիտելով հեռացող տաքսին, զգալով, կարծես իր մի հիմնական մասը պոկում են։ Երբ շրջվեց տուն մտնելու, գտավ իր տատիկին, որը սպասում էր նրան հիասթափության հասկացողության խառնուրդով արտահայտությամբ։ Դու սարսափելի սխալ գործեցիր, թոռնիկս, մեղմ ասաց Էլեն տատին։ Գիտեմ։ Նրա ձայնը կոտրված էր։ Գիտեմ, որ գործեցի։ Հարցն այն է, ինչ ես պատրաստվում անել դա ուղղելու համար։ Բայց Ռաֆայելը այդ հարցի պատասխանը չուներ։ Այն ամենը, ինչ գիտեր, այն էր, որ կորցրել էր միակ մարդուն, ով կարողացել էր անցնել իր պաշտպանական պատնեշները, դիպչել այն սրտին, որը նա տարիներ շարունակ սովորել էր պաշտպանել։ Եվ հիմա արդեն ուշ էր իր սեփական վախերի պատճառած վնասը վերացնելու համար։ Երանը Մարինեին հետ ընդունեց իր սովորական քաղաքային սառնությամբ, բայց նա հազիվ նկատեց։ Քաղաքից հեռու անցկացրած 3 օրը կարծես մի ամբողջ կյանք լիներ, հիմա, նստած իր փոքրիկ բնակարանում, Արաբկիրում, նա իրեն զգում էր ինչպես մի դերասանուհի, որը հենց նոր է դուրս եկել բեմից հատկապես լարված ներկայացումից հետո։ Խնդիրն այն էր, որ չէր կարողանում տարբերել, թե որտեղ էր ավարտվում բեմադրությունը, որտեղ սկսվում իր զգացմունքների իրականությունը։ Գումարը փոխանցվել էր խոստման համաձայն, նստելով նրա հաշվին վզնոցի դեպքից հաջորդ առավոտ։ Մարինեն զարմացել էր գործարքի արագությունից, բայց նա խորապես վիրավորվել։ Կարծես Ռաֆայելը ցանկանում էր հնարավորինս արագ դադարեցնել նրանց միջ ցանկացած կապ, նվազեցնելով այն ամենը, ինչ նրանք ապրել էին, մինչ կատարված պարզ արտրային գործարքի։ Նա օգտագործել էր գումարը, մարելու Դիլիջանի տան պարտքերը, զանգել էր ծնողներին լավ նորությամբ, բայց զգացել էր միայն դատարկություն այնտեղ, որտեղ պետք է թեթացում լիներ։ Հաջորդող օրերին Մարինեն փորձեց վերադառնալ իր սովորական առօրյային, բայց հայտնաբերեց, որ այլս ոչինչ ճիշտ տեղը չի ընկնում։ Բնակարանը չափազանց փոքր էր թվում, անկախ խորհրդատուի աշխատանքը աննպատակ, նա իրեն անընդհատ բռնացնում էր տնտեսական նորությունները ստուգելիս, Սարգսյան կորպորացիայի մասին հիշատակումներ փնտրելով։ Դա խղճուկ էր, նա գիտեր, բայց չէր կարողանում խուսափել։ Ամենավատը գիշերներն էին։
Վատ էր քնում, արթնանում էր կեսգիշերին, փնտրելով մի ներկայություն, որը չկար, հիշելով Ռաֆայելի մղձավանջը, այն ձը, որով բռնել էր նրա ձեռքը մթության մեջ։ Ինչ-որ խորապես դաժան բան կար այն փաստի մեջ, որ նա, թեկուզ կարճ ժամանակով, զգացել էր, թե ինչպես կլիներ իսկապես սիրված լինել ինչ-որ մեկի կողմից, միայն թե հայտնաբերեր, որ այդ ամենը պարզապես շատ լավ կառուցված պատրանք էր։ Վերադարձից մեկ շաբաթ անց Մարինեն որոշ փաստաթղթեր էր դասավորում, երբ հեռախոսը զանգեց։ Համարն անծանոթ էր, բայց նա, այնուամենայնիվ, պատասխանեց։ Մարինե՞։ Էլեն Սարգսյանն է։ Մարինեն քիչ մնաց հեռախոսը գցեր։ Ռաֆայելի տատիկի ձայնը մեղմ էր հնչում, բայց կար մի ենթատեքստային վճռականություն, որը նրան անմիջապես զգոնացրեց։ Էլեն տատի, ես չէի սպասում։ Պատկերացնում եմ։ Սիրելիս, կարող ես ինձ մի լավություն անել։ Կցանկանայի անձամբ խոսել քեզ հետ։ Գիտեմ, որ դա մեծ հավակնություն է այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, բայց դա ինձ համար շատ կարևոր կլիներ։ Մարինեն տատանվեց։ Նրա մի մասը ցանկանում էր անմիջապես անջատել, կտրել ցանկացած մնացած կապ այն ընտանիքի հետ, որն իրեն այդքան խորը նվաստացրել էր։ Բայց տարեց կնոջ ձայնում ինչ-որ բան կար, որը ստիպեց նրան քննարկել խնդրանքը։ Ինչի՞ մասին կլիներ։ Իմ թոռան մասին։ Եվ որոշ ճշմարտությունների մասին, որոնց դու արժանի ես իմանալ։ Մեկ ժամ անց Մարինեն նստած էր Սարյան փողոցի էլեգանտ սրճարանում, դիտելով, թե ինչպես է Էլեն տատին նրբորեն խառնում իր թեյը։ 83 տարեկան տիկինը ավելի փոքր էր թվում կալվածքի վեհությունից հեռու, բայց նրա աչքերը պահպանում էին նույն սուր խելքը։ Նախ սկսեց Էլեն տատին, կցանկանայի ներողություն խնդրել իմ ընտանիքի պահվածքի համար։ Վզնոցի դեպքը զզվելի էր, ես խորապես ամաչում եմ։ Դուք գիտեիք, որ դա սադրանք էր։ Իհարկե գիտեի։ Նարեն այնքան խելացի չէ, որքան կարծում է, ես ճանաչում եմ իմ զարդերի յուրաքանչյուր կտորը։ Վզնոցն ամբողջ ընթացքում իմ սենյակում էր, թաքնված մի գաղտնի դարակում, որի մասին միայն ես գիտեմ։ Էլեն տատին հոգոց հանեց։ Նա վերցրել էր նմանատիպ վզնոց, որը ես պատվիրել էի որպես կրկնօրինակ տարիներ առաջ։ Մարինեն զգաց թեթացման զայրույթի խառնուրդ։ Ինչու այդ պահին ոչինչ չասացիք։ Որովհետև ցանկանում էի տեսնել, թե ինչպես կարձագանքի Ռաֆայելը։ Եվ որովհետև երբեմն մարդիկ պետք է դիմակայեն իրենց վախերի հետանքներին, վերջապես դրանք հաղթահարելու համար։ Նա տատանվեց, մրմնջաց Մարինեն, վերքը դեռ թարմ էր։ Երբ ինձ գտան վզնոցով, նա տատանվեց ինձ պաշտպանելու հարցում։ Տատանվեց, այո։ Եվ այդ ժամանակվանից ինքն իրեն պատժում է դրա համար։ Էլեն տատին առաջ թեքվեց։ Մարինե, դու պետք է մի բան հասկանաս իմ թոռան մասին։ Երբ նա 8 տարեկան էր, մի հիասթափություն ապրեց, որը ձավորեց նրա ամբողջ տեսակետը հարաբերությունների վերաբերյալ։ Մարինեն հիշեց մղձավանջը, հոր կողմից քանդված փայտե տունը։ Դա միայն խաղալիքի հետ կապված դեպքը չէր, շարունակեց Էլեն տատին։ Իրականում, ավելի վատ էր։ Ռաֆայելը սիրահարվել էր մի տնային կառավարչուհու դստերը, որը մեզ հետ աշխատում էր արձակուրդների ընթացքում։ Դա անմեղ մանկական սեր էր, գիտես։ Նրանք միասին խաղում էին, պլաններ կազմում ամուսնանալու, երբ մեծանան։ Բայց երբ Կարլենը իմացավ, անմիջապես աշխատանքից ազատեց կնոջը, արգելեց Ռաֆայելին նրա մասին խոսել։ Ասաց, որ մեզ նման մարդիկ նրանց նման մարդկանց հետ չեն խառնվում։ Մարինեն զգաց, որ սիրտը սեղմվեց։ Ինչպիսի դաժանություն։ Ռաֆայելը շաբաթներով լաց էր լինում։ Չէր հասկանում, թե ինչու էր կորցրել միակ մարդուն, ով իսկապես սիրում էր իրեն նրա համար, ով ինքն էր, ոչ թե նրա համար, ինչ ուներ։ Կարլենը կարծում էր, որ արժեքավոր դաս է տալիս սոցիալական տարբերությունների մասին։ Իրականում նա որդուն սովորեցնում էր, որ սիրելը վտանգավոր է, որ զգացմունքները թուլություն են, որը կարող է օգտագործվել նրա դեմ։ Եվ նա սովորեց դասը։ Չափազանց լավ սովորեց։ Տարիներ շարունակ պատեր է կառուցել սրտի շուրջ, համոզելով իրեն, որ վերահսկողությունն ավելի անվտանգ է, քան խոցելիությունը։ Մինչ դու հայտնվեցիր։ Մարինեն գլուխը թափահարեց։ Ես ոչինչ չփոխեցի։ Երբ եկավ ինձ վստահելու ժամանակը, նա ընտրեց անվտանգությունը։ Ընտրեց մի քանի վայրկյան տատանվելով։ Եվ հետո վերջին 7 օրն անցկացրեց, դրա համար իրեն տանջելով։ Էլեն տատին պայուսակից հանեց մի փոքրիկ ծրար։
Մինչ շարունակելը, պետք է սա տեսնես։ Մարինեն դողացող մատներով բացեց ծրարը։ Ներսում թղթի մի կտոր էր, երեխայի անկանոն ձեռագրով։ Դա 8 տարեկան Ռաֆայելի օրագրի մի էջն էր։ Այսօր ծանոթացա մի շատ լավ աղջկա հետ։ Նա ծիծաղեց իմ կատակների վրա ուշադրություն չդարձրեց, երբ ես պաղպաղակ թափեցի շապիկիս վրա։ Հայրիկն ասաց, որ նա մեզանից տարբերվում է, բայց ես կարծում եմ, որ դա կարևոր չէ։ Երբ մեծանամ, կամուսնանամ մեկի հետ, ով ինձ իսկապես կսիրի, ոչ թե փողի համար։ Ես կկառուցեմ մի տուն, որտեղ ստիպված չեմ լինի միշտ կատարյալ լինել։ Բառերը մշուշվեցին Մարինեի աչքերի առաջ։ Այդ մանկական խոստման մեջ ցավոտ անմեղություն կար, նա կարող էր պատկերացնել այն տղային, որը Ռաֆայելն էր եղել, մինչ կսովորեր, որ սերն այնպիսի վտանգավոր շքեղություն է, որ չի կարելի իրեն թույլ տալ։ Սա գտա այն իրերի մեջ, որոնք նա թողել էր տանը ձեր կեղծ ամուսնությունից հետո, բացատրեց Էլեն տատին։ Ռաֆայելը խնդրել էր, որ ես փնտրեմ իր մանկության որոշ իրեր։ Կարծում եմ, անցյալի մասին մեր խոսակցությունը նրա վրա ավելի շատ էր ազդել, քան պատկերացնում էի։ Մարինեն վերադարձրեց թուղթը, միաժամանակ զգալով հուզմունք, շփոթություն։ Ինչու եք ինձ սա ցույց տալիս։ Որովհետև վերջին 7 օրվա ընթացքում ես իմ թոռանն ավելի կորած եմ տեսել, քան երբևէ։ Նա վերադառնում է գրասենյակ, աշխատում է մինչ ուշ, բայց լիովին բացակա է։ Երեկ, մի կարևոր հանդիպման ժամանակ, նա մի հաճախորդի քո անունով դիմեց։ 2 անգամ։ Մարինեի սիրտը ակամա թռիչք կատարեց։ Նա տառապում է, Մարինե։ Եվ իր չափահաս կյանքում առաջին անգամ տառապում է, որովհետև կորցրել է մեկին, ում սիրում էր, ոչ թե որովհետև ինչ-որ մեկը նրան հիասթափեցրել է։ Դա լիովին այլ ցավ է։ Նա ասաց, որ չի հավատում սիրուն, մրմնջաց Մարինեն։ Որ դա պարզապես ժամանակավոր քիմիական ռեակցիա է։ Էլեն տատին մեղմ ծիծաղեց։ Սիրելիս, երբ մի տղամարդ, որն ամբողջ կյանքը խուսափել է զգացմունքներից, սիրահարվում է, անկումը հատկապես դրամատիկ է լինում։ Նա կարող է տեսականորեն չհավատալ սիրուն, բայց գործնականում ապրում է դրանով։ Բայց ես չեմ կարող լինել միակը, որ առաջին քայլն անի։ Ոչ այն բանից հետո, թե ինչպես եմ ինձ նվաստացված, լքված զգացել։ Եվ չպետք է։ Բայց գուցե պետք է նրան հնարավորություն տաս ցույց տալու, որ սովորել է սխալից։ Էլեն տատին վեր կացավ գնալու, բայց նախ մեկ այլ ծրար թողեց սեղանին։ Սա քեզ համար էր եկել կալվածք, երբ դու մեկնեցիր։ Ռաֆայելը չցանկացավ բացել, ասաց, որ իրավունք չունի։ Բայց ես մտածեցի, որ դու պետք է ինքդ որոշես։ Երբ մենակ մնաց, Մարինեն դողացող ձեռքերով բացեց երկրորդ ծրարը։ Ներսում Արմենի ձեռագիր նամակն էր։ Մարինե, հուսով եմ, դեմ չես, որ գրում եմ։ Քո հասցեն ստացա Նարեից։ Այգում մեր խոսակցությունից հետո չկարողացա դադարել քո մասին մտածելուց։ Գիտեմ, որ դու նշանված ես, բայց նա գիտեմ, թե ինչ տեսա քո աչքերում, երբ խոսում էինք։ Կար կասկած, տատանում։ Եթե երբե մտափոխվես ամուսնության հարցում, ես սպասում եմ։ Դու արժանի ես մեկին, ով քեզ կսիրի առանց վերապահումների, առանց պայմանագրերի կամ պայմանների։ Արմեն։ Մարինեն դանդաղ ծալեց նամակը։ Դա անկեղծ, ազնիվ առաջարկ էր մի տղամարդուց, որն առաջարկում էր հենց այնպիսի կայուն ամբարդ սեր, որը նա միշտ մտածել էր, որ ուզում է։ Բայց կարդալիս այն ամենը, ինչ կարողանում էր զգալ, մի մեղմ տխրություն էր նրա առաջարկած պարզության համար։ Ռաֆայել Սարգսյանին սիրահարվելու ճնշող ինտենսիվությունը զգալուց հետո կանխատեսելի։ Անվտանգությունը անհամ էր թվում, ինչպես առանց համեմունքի ուտելիք։ Հենց այդ մտորումների պահին նրա հեռախոսը նորից զանգեց։ Այս անգամ համարը նա ճանաչում էր, Սարգսյան կորպորացիայի գրասենյակը։ Մարինե։ Ռաֆայելի ձայնը տատանվող էր, գրեթե խոցելի։ Դու մի քանի րոպե կունենաս խոսելու։ Մարինեն փակեց աչքերը, զգալով սրտի ծանոթ արագացումը։ Ինչի՞։ Մասին։ Այն մասին, որ ես իմ կյանքի ամենամեծ սխալն եմ գործել։ Եվ այն մասին, որ չեմ կարողանում դադարել քո մասին մտածելուց։ Նրա ձայնում մի անմշակ ազնվություն կար, որը նրան լիովին զինաթափեց։ 7 օր շարունակ նա պատկերացրել էր այդ պահը, մտովի փորձել, թե ինչ կասեր, եթե նա կապ հաստատեր։ Բայց հիմա, երբ դա տեղի էր ունենում, հայտնաբերեց, որ բոլոր խնամքով պատրաստված բառերն անհետացել էին։ Ռաֆայել։
Գիտեմ, որ իրավունք չունեմ սա խնդրելու, բայց դու կարող ես գոնե թույլ տալ, որ փորձեմ բացատրել։ Անձամբ։ Մարինեն նայեց սրճարանի պատուհանից, տեսնելով քաղաքի նորմալ կյանքը, որը շարունակում էր իր ընթացքը։ Մարդիկ աշխատում էին, սիրում, երազում, տառապում, ամեն ինչ միաժամանակ այդ հսկայական մետրոպոլիայում։ Եվ ահա նա, այդ ամենի մեջտեղում, պետք է որոշեր, թե արդյոք հնարավորություն կտա ամենաանհավանական բարդ սիրուն, որը երբես զգացել էր։ Որտեղ։ Իրականում, Ռաֆայելի ձայնն էլ ավելի տատանվող դարձավ, ես հենց այն սրճարանի դիմաց եմ, որտեղ դու ես։ Մարինեն արագ շրջվեց, տեսավ նրան ցուցափեղկի միջով։ Ռաֆայել Սարգսյանը կանգնած էր մայթին, բռնած հեռախոսը մի փոքրիկ տոնածառ։ Նա հագել էր ջինս պարզ վերնաշապիկ, առանց այն կոստյումի զրահի, որը միշտ կրում էր, նրա կեցվածքում այնքան խոցելի բան կար, որ Մարինեն զգաց, թե ինչպես իր սիրտը մի փոքր հալվեց։ Տոնածառը, հարցրեց նա, դեռ հեռախոսով։ Բարդ է բացատրել։ Կարող եմ ներս մտնել։ Մարինեն անջատեց հեռախոսը, նշան արեց, որ մոտենա։ Ռաֆայելը մտավ սրճարան, տանելով պարզ լույսերով զարդարված փոքրիկ տոնածառը, Մարինեն նկատեց, որ նա մի փոքրիկ փաթեթավորված տուփ էր բերել։ Շնորհակալություն, որ համաձայնեցիր տեսնել ինձ, ասաց նա, տոնածառը դնելով նրանց միջ սեղանին։ Ես չգիտեի, թե դու։ Ռաֆայել, այս ամեն ինչ է։ Նա նստեց, հանկարծ շատ երիտասարդ անվստահ թվալով։ Սա ներողություն խնդրելու խղճուկ փորձ է։ Եվ էլ ավելի խղճուկ փորձ, ցույց տալու, որ վերջապես որոշ կարևոր բաներ եմ հասկացել։ Մարինեն դիտեց փոքրիկ տոնածառը, նկատելով, որ զարդարանքները պարզ էին, բայց խնամքով ընտրված։ Կային փոքրիկ ոսկեգույն աստղեր, ավանդական կարմիր գնդեր, գագաթին, աստղի կամ հրեշտակի փոխարեն, այն փոքրիկ նկարն էր, որը նա արել էր նրա համար ամանորի նախօրեին գրասենյակում, երկու սուրճի բաժակների ցրված ուրվագիծ, որը նա պահել էր, դեն նետելու փոխարեն։ Դու պահել ես իմ նկարը։ Ես ամեն ինչ պահել եմ, պարզ ասաց Ռաֆայելը։ Յուրաքանչյուր նամակ, որ դու ինձ գրել ես, յուրաքանչյուր կպչուն թուղթ, որ թողել ես իմ սեղանին, յուրաքանչյուր փոքրիկ բարության ժեստ, որ ունեցել ես իմ նկատմամբ վերջին 2 տարվա ընթացքում։ Պահել եմ, որովհետև դրանք իմ կյանքի միակ պահերն էին, որոնք իրական էին թվում։ Մարինեն զգաց, որ արցունքները սկսում են հավաքվել աչքերում։ Ռաֆայել, թույլ տուր ավարտեմ, խնդրում եմ։ Ես պետք է սա ասեմ։ Նա խորը շունչ քաշեց։ Երբ դու գնացիր կալվածքից, տատիկս ինձ որոշ ճշմարտություններ պատմեց, որոնք ես չէի ուզում լսել։ Այն մասին, թե ինչպես էր վիրավորվելու իմ վախը դարձել ուրիշներին վիրավորելու միջոց։ Այն մասին, թե ինչպես է ես դարձել հենց այնպիսի մարդ, ինչպիսին հայրս էր ուզում, որ լինեի, սառը, հաշվարկված, անկարող իսկապես վստահել որևէ մեկին։ Իսկ վզնոցը։ Դա Նարեի սադրանքն էր, հենց այնպես, ինչպես դու կասկածում էիր։ Տատիկս սկզբից էլ գիտեր, բայց ուզում էր տեսնել, թե արդյոք ես կկարողանամ վստահել քեզ, երբ փորձության ենթարկվեմ։ Եվ ես ձախողվեցի։ Նրա ձայնը թեթակի կոտրվեց։ Մարինե, ես տատանվեցի ոչ թե որովհետև կասկածում էի քեզ, այլ որովհետև կասկածում էի ինքս ինձ։ Որովհետև չէի կարողանում հավատալ, որ քեզ նման մեկը կարող է իսկապես հոգ տանել ինձ նման մեկի մասին։ Ինձ նման մեկի։ Մեկի, ով այնքան ժամանակ է անցկացրել պատեր կառուցելով, որ մոռացել է, թե ինչպես կապ հաստատել մեկ այլ մարդու հետ։ Մեկի, ով յուրաքանչյուր հարաբերություն վերածել է արտրային գործարքի, որովհետև դա ավելի անվտանգ էր, քան խոցելի լինելու ռիսկի դիմելը։ Մարինեն դիտեց նրա դեմքը, տեսնելով մերկ ազնվությունը նրա աչքերում։ Դա նույն խոցելիությունն էր, որը նա նկատել էր մղձավանջի գիշերը, բայց հիմա լիովին բացահայտված, առանց պաշտպանության։ Ինչու է հիմա, հարցրեց նա։ Ինչու ես ինձ սա հիմա ասում։ Ռաֆայելը փոքրիկ տուփը մղեց դեպի նրան։ Որովհետև վերջին 7 օրվա ընթացքում ես սովորեցի, թե ինչ է ապրել առանց քեզ։ Եվ հայտնաբերեցի, որ նախընտրում եմ լինել խոցելի երջանիկ, քան անվտանգ դատարկ։ Մարինեն դողացող ձեռքերով բացեց տուփը։ Ներսում, թանկարժեք մատանու փոխարեն, մի փոքրիկ ծալված թուղթ էր։ Նա բացեց այն, գտավ ձեռագիր պայմանագիր, բայց շատ տարբերվող առաջինից։ Իրական հարաբերությունների պայմանագիր Ռաֆայել Սարգսյանի Մարինե Վարդանյանի միջ, կարդաց նա բարձրաձայն։ Կետ առաջին։ Ամեն օր քեզ լսել սրտով։ Կետ երկրորդ։ Երբեք չփախչել, երբ վախը սեղմի։ Կետ երրորդ։
Քեզ սիրել նրա համար, ով դու ես, ոչ թե այն դերի համար, որը ներկայացնում ես։ Ավելի շատ կետեր կային, բոլորը գրված մի ձեռագրով, որը թեթակի դողում էր, կարծես Ռաֆայելը պայքարել էր յուրաքանչյուր բառի հետ։ Ազնվության, զգացմունքային բացության, անկատար լինելու համարձակության խոստումներ։ Իսկ եթե ես չկարողանամ կատարել այս կետերը, հարցրեց նա, փորձելով ձայնը հավասարակշռված պահել։ Այդ դեպքում մենք միասին կվերանայենք պայմանները։ Որքան անգամ որ անհրաժեշտ լինի։ Մարինեն նայեց իր առջ կանգնած տղամարդուն, տեսնելով ոչ թե այն հզոր վերահսկվող գործադիր տնօրենին, որին ճանաչել էր գրասենյակում, այլ 8 տարեկան տղային, որը երազել էր մի տան մասին, որտեղ ստիպված չէր լինի կատարյալ լինել։ Ինչ-որ խորապես հուզիչ բան կար այն ձում, որով նա փորձել էր արտահայտել զգացմունքներ, որոնց համար երբեք բառեր չէր ունեցել, օգտագործելով իր հասկացած պայմանագրերի լեզուն, խոսելու համար զգացմունքների մասին, որոնք նոր էր սկսում բացահայտել։ Ռաֆայել, մեղմ ասաց նա, քեզ պայմանագիր պետք չէ ինձ սիրելու համար։ Պետք է, լրջորեն պատասխանեց նա։ Պետք է, որովհետև դա միակ ձն է, որով ես գիտեմ, թե ինչպես կարոր բան խոստանալ։ Դա միակ ձն է, որով ես գիտեմ ասել, որ այս անգամ իրական է, որ ժամանակավոր չէ, որ չեմ փախչի, երբ դժվարանա։ Մարինեն փակեց աչքերը, զգալով վերջին դիմադրությունների փլուզումը։ Երբ նորից բացեց դրանք, Ռաֆայելը նրան դիտում էր մի ինտենսիվությամբ, որից նա սարսռաց։ Իսկ եթե ասեմ, որ ես նույնպես վախենում եմ, խոստովանեց նա։ Վախենում եմ, որ սա չափազանց իրական է, չափազանց ինտենսիվ, չափազանց բարդ։ Այդ դեպքում մենք միասին կվախենանք։ Եվ միասին էլ խիզախ կլինենք։ Մարինեն վերցրեց ձեռագիր պայմանագիրը, ուղիղ նրա աչքերի մեջ նայելով, դանդաղ պատռեց այն։ Մարինե։ Մեզ պայմանագրեր պետք չեն, Ռաֆայել։ Մեզ պարզապես վստահություն է պետք։ Եվ հետո նա թեքվեց սեղանի վրայով համբուրեց նրան, հենց այնտեղ, մարդաշատ սրճարանի մեջտեղում, փոքրիկ տոնածառը նրանց միջ քաղաքի բզզոցը որպես սաունդթրեք։ Դա մի համբույր էր, որն ասաց այն ամենը, ինչ բառերը չէին կարող արտահայտել, ներողություն, հույս, սարսափելի իրական սեր։ Երբ բաժանվեցին, Ռաֆայելը ճակատը հենեց նրա ճակատին։ Ես քեզ սիրում եմ, շշնջաց նա, կարծես առաջին անգամ էր փորձարկում բառերը։ Ես քեզ սիրում եմ մի ձով, որը չեմ կարող վերահսկել կամ ռացիոնալացնել կամ վերածել արտրային ռազմավարության։ Եվ դա ինձ սարսափեցնում է, ստիպում է ինձ ավելի կենդանի զգալ, քան երբեք զգացել եմ։ Ես էլ քեզ եմ սիրում, պատասխանեց Մարինեն, նրա ձայնը կոտրված էր հուզմունքից։ Սիրում եմ նույնիսկ քո անկատարությունները, հատկապես քո անկատարությունները։ Նրանք միասին դուրս եկան սրճարանից, Ռաֆայելը տանում էր փոքրիկ տոնածառը, կարծես դա աշխարհի ամենաթանկ գանձը լիներ։ Փողոցում նա կանգ առավ, շրջվեց դեպի նրան։ Մարինե, ես գիտեմ, որ մենք դեռ շատ բան ունենք բացահայտելու միմյանց մասին։ Գիտեմ, որ դժվար կլինի, որ սխալներ կանեմ, որ պետք է սովորեմ, թե ինչպես իսկապես սիրել ինչ-որ մեկին։ Բայց դու կհամաձայնեիր փորձել։ Իմանալով, որ կարող է խառնաշփոթ լինել։ Մարինեն ժպտաց, հիշելով այն հարցը, որ Արմենը տվել էր իր զգացմունքների վստահության մասին։ Հիմա նա գիտեր պատասխանը։ Ռաֆայել Սարգսյան, ասաց նա, բռնելով նրա ազատ ձեռքը, կհամաձայնեի փորձել քեզ հետ, նույնիսկ եթե երաշխավորված լիներ, որ խառնաշփոթ կլինի։ Նրանք քայլում էին Երանի փողոցներով, անցնելով ամանորյա զարդարանքների շտապող մարդկանց կողքով, տանելով իրենց փոքրիկ իմպրովիզացված տոնածառը մի սեր, որն ամեն ինչ ուներ, լինելու իրենց կյանքի ամենամեծ արկածը։ Ոչ մի երաշխիք չկար, ոչ մի պայմանագիր, որը կարող էր նրանց պաշտպանել ապագայի անորոշություններից։ Բայց առաջին անգամ երկուսն էլ պատրաստ էին ընդունել ռիսկը։ Մեկ տարի անց Մարինեն արթնացավ այն տանը, որը նրանք միասին գնել էին Երանի հանգիստ թաղամասում, ոչ թե առանձնատուն, այլ իսկական տուն, որտեղ անկատարություններն ընդունվում էին, խոցելիությունները տոնվում։ Ռաֆայելը խոհանոցում սուրճ էր պատրաստում, նա լսում էր, թե ինչպես է նա ցածրաձայն մի երգ մրմնջում, մի բան, որը երբեք չէր պատկերացնի, որ նա կաներ։ 6 ամսական մեծ փորը ստիպում էր նրան դանդաղ շարժվել, բայց նա ժպտաց, տեսնելով փոքրիկ տոնածառը, որը նրանք փրկել էին այն օրը սրճարանում, հիմա վերատնկված ավելի մեծ ծաղկամանի մեջ հյուրասենյակում։ Դրա կողքին նախորդ ամանորին Սարգսյանների կալվածքում արված լուսանկարն էր, ընտանիքի պաշտոնական լուսանկարը, բայց այս անգամ Մարինեի հետ, որն անկեղծորեն ժպտում էր Ռաֆայելի կողքին։ Էլեն տատին մեկ շաբաթ առաջ եկել էր նրանց տուն, բերելով հատուկ նվեր։
Սարգսյան ընտանիքի պաշտոնական դիմանկարը, դատարկ տարածքով, որը գոյություն ուներ տարիներ շարունակ, որն այժմ լրացված էր Մարինեի Ռաֆայելի նուրբ նկարով։ Կարծես ընտանիքը վերջապես ամբողջական էր դարձել։ «Բարի լույս, սեր իմ», ասաց Ռաֆայելը, երբ նա մտավ խոհանոց, մեղմ համբուրելով նրան, նախքան ձեռքը դներ նրա փորին։ «Ինչպե՞ս եք դուք երկուստ այսօր»։ «Անհամբեր սպասում ենք հայրիկին ծանոթանալուն», պատասխանեց Մարինեն, իր ձեռքով ծածկելով նրա ձեռքը։ «Իսկ դո՞ղ»։ «Ինչպես ես»։ Սարսափած երջանիկ հավասար մասերով, ժպիտով խոստովանեց Ռաֆայելը։ «Հենց այնպես, ինչպես դու ասացիր, որ կլինի, երբ մենք որոշեցինք այլս պայմանագրեր չօգտագործել զգացմունքներից պաշտպանվելու համար»։ Մարինեն ծիծաղեց, հիշելով բոլոր այն անգամները, երբ Ռաֆայելը փորձել էր գործարար տրամաբանություն կիրառել հղիության նկատմամբ, ստեղծելով ժամանակացույցեր երեխայի համար նախապատրաստական աշխատանքների մանրամասն ցուցակներ։ Ամիսներ էին պահանջվել, որպեսզի նա հասկանար, որ կյանքի լավագույն բաներից որոշները պարզապես չեն կարող վերահսկվել կամ պլանավորվել։ «Գիտես, ինչն է զվարճալի», ասաց նա, դիտելով, թե ինչպես է նա պատրաստում սուրճը հենց այնպես, ինչպես ինքն էր սիրում։ «Երբ ես ստորագրեցի այդ առաջին պայմանագիրը, կարծում էի, թե համաձայնում եմ 3 օր ձացնել, թե քո ընկերուհին եմ։ Երբեք չէի պատկերացնի, որ ստորագրում եմ իմ մուտքը իրական կյանք»։ «Իրական կյանքը շատ ավելի լավն է, քան ցանկացած պայմանագիր», համաձայնեց Ռաֆայելը, նրան քաշելով զգույշ գրկախառնության մեջ։ «Շատ ավելի սարսափելի, բայց անսահման ավելի լավ»։ Մինչ նրանք միասին սուրճ էին խմում առավոտյան արով լուսավորված խոհանոցում, Մարինեն մտածեց, թե որքան տարօրինակ էր, որ իսկական սերը եկել էր արտրային գործարքի քողի տակ։ Բայց գուցե տեղին էր, որ Ռաֆայել Սարգսյանը, այն մարդը, ով իր կյանքն անցկացրել էր զգացմունքները գործարար լեզվով թարգմանելով, վերջապես սովորել էր, որ որոշ զգացմունքներ չափազանց մեծ են, ցանկացած պայմանագրում տեղավորվելու համար։ Պատմությունը, որը սկսվել էր սառը հաշվարկված համաձայնագրով, ավարտվում էր այնտեղ, որտեղ միշտ պետք է ավարտվեր։ Երկու անկատար մարդկանցով, որոնք իրենց անկատարությունների մեջ գտել էին կատարյալ լրացումը, միասին կառուցելով ոչ թե սիրո բեմադրություն, այլ իրական փառահեղորեն բարդ սեր, որի համար արժեր ցանկացած ռիսկի դիմել։